Բարեկամներ, մենք շարունակում ենք մեր քննարկումները 4-րդ հանրապետության շուրջ, եւ այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, ողջույն Սոնա։ Ողջույն Թագուհի։ Արի մինչև մեր խոսակցություն սկսել, խնդրենք, որ մեզ հետևողներին, ովքեր կհավանեն խոսակցությունը, ընթացքում հավանեն, տարածեն խոսակցությունը եւ մեկնաբանեն, շատ հետաքրքիր կլինի մեզ ընթերցել եւ արձագանքել խոսակցությանը եւ բաժանորդագրվել նաեւ Civic Age-ին, որովհետեւ կարողանան հետևել նաեւ մնացած խոսակցություններին, որոնք այս հարթակում տեղ են ունենում։ Եկ համաձայն։ Միատ վերջում կխնդրեմ դել գովասկանես, միատ քո տաղանդը կփորձենք գովասկանել։ Սոնա, մեր եթերը նկարահանվում է չորեքշաբթի օրը եւ չորեքշաբթի չէ, այսօր տաբանից վարքյաններ առաջ եթերը սկսելուց մենք վարչապետի էջում կարդացինք, որ խաղաղության գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձել 4 գերներ եւ այլ պահվող անձինք, կարգավիճակները հիմա չգիտեմ ինչպես կնկարագրվի իրավական առումով, բայց իմացանք, որ 4 հայ է վերադառնում, որոնք գտնվում էին Ադրբեջանում։ Երևի իմ ոդքասթի ֆորմատի տրամաբանության մեջ չի, որ մենք ընթացիկ իրադարձություններ մեկնաբանենք, բայց երևի սա իսկապես արժի մեկնաբանության արժանի իրադարձություն է, կուզենամ լսել ինչ ես մտածում այդ մասին, ասենք որ ինձ համար անակնկալ էր, քեզ համար չգիտեմ։ Մենք գիտենք, որ միշտ մեր գործընկերները աշխատում են, շարունակաբար աշխատում են, բայց որ այսօր այսպիսի լուր ենք իմանալու, ուրախալի լուր, դրական լուր, ինձ համար անակնկալ էր, ինչ ես մտածում այս գործընթացի մասին։ Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը, սա իրապես իրադարձություն է ոչ թե առանձին հայկական ընտանիքներում, այլ հասարակությունը իրապես տոնում է գերիների վերադարձը։ Սա գալիս է հաստատելու հերթական անգամ այն, որ երբ որ մենք ասում ենք, որ խաղաղությունն է այն միջավայրը, երբ կարելի հնարավոր է քննարկել կնճռոտ բարդ հարցերը, սա ճիշտ պնդում է, որովհետև եթե մեր ընդդիմադիրները սովորաբար ասում են ինչ խաղաղություն առանց գերիների վերադարձի, որտեղ որ շատ զգայական բան կա, ցենց որ լսում ես, մտածում ես իրապես, բայց հարց առաջում հետո մենք ասում ենք հետոն ոչն է, մենք ասում ենք մենք պետք է խաղաղություն հաստատենք եւ բարդ հարցերի լուծման հետևից գնանք այդ միջավայրում։ Եվ սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ Վաշինգտոնյան հռչակագրից հետո եւ որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, թե ապա շրջափակումը ավելի ռեալ դարձավ։ Մենք նավթ ենք գնում Ադրբեջանից, մի բան ինչի մասին խոսելիս 2 տարի առաջ կասեին ցնորք է, հա, կամ օրինակ որ մենք ենք առևտրի համար նախատեսված ապրանքների ցանկ ներկայացրել, այն որ ծորեն կգա Ադրբեջանից ճանապարհներով ղազախական, հետո ռուսական, այսինքն ռուսական, հետո ղազախական, որ գերիներ կվերադարձվեն։ Սա այս ամենը հնարավոր է դառնում, եւ որ պետությունները փոխում են դրամաբանությունը, միասին խնդիրներ լուծելու հետևից են գնում։ Այս կարևոր իրադարձություն է եւ ես շնորհավորում եմ յուրաքանչյուր ընտանիքին, ում տունը այսօր տոն է եւ բոլորիս, որովհետեւ սա իրապես կարևոր է մեզ համար։ Ես դեռ չեմ լսել արձագանքները, դու երևի դեռ չես տեսել ինչ կարձագանքեն մարդիկ, ովքեր համաձայն չեն այն մտքի հետ, որ Հայաստանում խաղաղություն է հաստատված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ սա մի այնպիսի իրողություն է, որ մենք դրան նույնիսկ նոր անվանում ենք փորձել տալ 4-րդ հանրապետություն նկատի ունենալով օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում Հայաստանի շուրջ եւ այդ թվում եւ Հայաստանի ջանքերով ստեղծված իրավիճակը այդ խոսույթի դիմախոսները ամենայն հավանականությամբ կհիշատակեն, որ այդ մարդիկ տարիներով եղել են Ադրբեջանում եւ իրենց կյանքի այդ տարիները չփոխհատուցվում, այլ մարդիկ շարունակում են լինել Ադրբեջանում, որ նրանք խաղաղ բնակիչներ են, մենք նրանց փոխարեն վերադարձրել ենք կամ այդ լուրն էլ տեսանք հա սիրիացի 2 մարդու, որոնց նկատմամբ ես հիմա իրենց դատավճիռները չեմ հիշում, բայց նկատի ունեմ այս քննադատությունները, այս խոսակցությունները լինելու են։ Ուզում եմ հասկանալ էլի ինչ բաներ կա, կամ կասեն վարչապետը ասում է 2 ամիս կդիմանան, հիմա տեսեք քանի տարի է անցել այդ 2 ամիսի հայտարարությունից հետո դրանց արձագանքելու քո կարծիքով ինչ ոչ թե իրանց արձագանքելու, այլ այն մարդկանց, ովքեր լսում են սա, մարդկանց որակյալ բացատրություն տալու ինչ
տարբերակներ ինչ մտքեր ունես էլի, որոնք մարդիկ ովքեր լսելու են սա, հետո քո ասածն են լսելու, իրանք առանձին չլինեն էլի, այդ խոսակցություն բանավեճի պես թող կայանա իմ միջոցով։ Ինձ թվում է այդ մարդիկ պարզապես արժեզրկում են այն կարևոր ձեռքբերումները, որ 30 տարի կոնֆլիկտից հետո երկու պետությունները կարողացել են ձեռք բերել, որովհետև այո մենք ունենք շատ ծանր պատմություն, որը երկու պետությունների եւ բնակիչների համար ծանր է, նկատի ունեմ ադրբեջանցիների եւ հայերի համար, սա դաժան պատմություն է, բայց այդ 30 տարի անց ես որպես հայաստանցի, որպես հայ քաղաքական գործիչ արժանապատիվ եմ համարում այն մեր ձեռք բերված խաղաղությունը ու ինչու եմ ես արժանապատիվ համարում, որովհետեւ հայ ընտրողը պատերազմի ծանր հետևանքներից հետո ընտրել է ժողովրդավարությունը, մեծ քվե է տվել խաղաղության եւ այս ծանր հիբրիդային հարձակումներից հետո, եւ որ ամեն ինչ այսքան բացասական լույսի ներքո էր ներկայացվում, մեզ ասել է գնա ու բերես խաղաղություն, մեզնից պահանջել է, ապա շրջափակում, մեզնից պահանջել է խաղաղության ինստիտուցիոնալիզացում, խաղաղություն, որպեսզի ինստիտուցիոնալ հիմքի վրա դնենք։ Այս պահանջները եւ այս ֆեյքային լուրերի գրոհի ներքո մեզ ասել են գնա եւ արա եւ դա ցուցատվել տարբեր ձևերով ցույցերի չմիանալով որոշ թիմ ընտրություններին մեզ քվե տալով ինչ եմ սա նշում որտեղ ընդդիմադիրները որոշ թիմ ընտրություններ դարձվերացել էին հենց այս խաղաղություն ընտրության եւ իմ արձագանքը քաղաքացիներին հետեւյալն է այո կան բարդ չլուծված հարցեր այո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան այս բային բարդ հարցեր բայց կան այնպիսի դրական առաջխաղացումներ, որոնք չնկատելը անհնար է։ Մենք պետք է գնահատենք դրանք։ Հասկանանք, որ 30 տարի առաջ, 30 տարի անընդմեջ մենք շատ ծանր դրության մեջ ենք եղել, պատերազմներ, սողացող պատերազմ, այսինքն չպատերազմելա պատերազմ եղել ըստ էության, եւ այս վերջին 3 տարիների ընթացքում այնպես թռիչքային աճ ենք ունեցել դրական իրադարձությունների, դրանք պետք չի թերագնահատել։ Այո, մեզնից ավելի արագ տեմպ են երբեմն պահանջի ասել են, բայ երբ կսահմանազատվի մեր գյուղը, մեր համայնքը եւ այլն ես համաձայն եմ որ որոշ տեղերում տեմպն էլ նվազել է կամ այն արագությամբ չընթանում ոնց մենք կցանկանայինք բայց այս ահռելի առաջընթացը մենք պետք է տեսնենք զգանք եւ անկեղծ ասեմ այս հարցեր որ տալիս էիր ես ուզում եի մտածեի չէ ես չեմ կարծում որ քաղաքացիները այս հարցը տալու են ես կարծում եմ որ սա քաղաքական շահարկման թեմա է ավելի շատ ընդդիմախոսների կողմից ովքեր ամեն գնով նսեմացնելու են փորձելու են նսեմացնել բոլոր ձեռք բերված համաձայնությունները կան։ Ես մի քանի օր առաջ մի շատ հայտնի քաղաքական գործիչ էի լսում, ընդդիմադիր քաղաքական գործիչ ասում էր շատ էմոցիոնալ նախադասություններ ասում էր ձեզ այդ զոհված երեխաներն էին խանգարում որ դուք բան անեիք, ես գնայիք բանը ադրբեջանական ծորենարն ու ադրբեջան ճանապարհորդողները կամ որ հաստատեիք այն ամենը ինչ հաստատեցիք, դա կարում եք անեիք, ոնց որ մինչև այդ անեիք թե չէ տենց ով էլ ասես կանի մոտավորապես sense ինչ որ մտքեր էր ասում եւ ես կարծում եմ որ այդ զգացողությունը տեղիության, իզուրության զգացողությունը, որ եթե կարելի է ինչ-որ կերպ զիջումների գնալ եւ խաղաղության հասնել, ինչի եղանք անզիջում եւ պատերազմի առջև կանգնեցինք, կարող է օբյեկտիվորեն քաղաքացիների մոտ լինել առաջանալ։ Այդ մի հարց է, որ ես ինքս ինձ եմ շատ հաճախ տալիս, ու ինձ թվում է, որ մեզնից շատերն են այդ հարցը տալիս, արդյոք հնարավոր է խուսափել պատերազմը։ Եվ թագուհի անկեղծ պետք է ասեմ, որ ես չեմ պատկերացնում նման սցենար, իսկապես սա քաղաքական նպատակահարմարությունից չեմ ասում ու դրա համար շատ նախադրյալներ կան, վարչապետի ասած հայրենասիրության մոդելը, որում մենք բոլորս կամ մեզնից շատերը եղել են, բանակի մտածողությունը որովհետև ես մենակ բանակի դիվանագիտության եւ ես իսկապես այս հարցից թվում է մի հարց է որ մինչեւ կյանքի վերջ մեզ հուզելու է որովհետև
ոչ մեկ չունի այդ հարցի ճիշտ պատասխանը, բայց այդ մարդիկ, ովքեր դա ասում են, էլի իմ տրամաբանության մեջ են տեղավորվում, իրենք ուզում են նսեմացնել ձեռք բերված պայմանավորվածությունները ու դրանց բարդության աստիճանը։ Այսինքն թվում է, թե մենք այսպես նախ ինչ ենք զիջել, այս հարցը ինձ միշտ հետաքրքրում է, որ մարդիկ ասում են, դե այսքան զիջելով, ինչ ենք մենք զիջել մեր սուվերեն իրավունքներից, մեր տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, սա արժանապատիվ խաղաղություն է, ու այդ արժանապատիվ խաղաղությունը Հայաստանին բերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եվ ես սա ասում եմ ավելին քան համոզված, եւ սա ասում եմ, որովհետեւ բարդ է եղել, ես ինքս տեսել եմ եւ գիտեմ որքան բարդ է, եւ իրենք երբ որ ասում են հա դե այս գնով բոլորս է կարող ենք, ոչ, այս գնով ոչ, նախգինն եմ ուզում հասկանամ, պատերազմը մենք չենք նախաձեռնել, եկեք Ալիևի եւ Ադրբեջանի վրայից չհանենք պատերազմի մեկնարկի պատասխանատվությունը մեկ։ Հիմնական դրանով զբաղված են մեր նախկին նախագահները։ Եվ այո, ամբողջ բեռը բարթելով Հայաստանի Հանրապետության վրա, մինչդեռ ես ավելի քան վստահ եմ, որ այսինքն մենք դրա ապացույցներն ենք գիտենք, որ Ադրբեջան շատ մի քանի ամիս վաղ էր պատրաստվում պատերազմը նախաձեռնել, օրինակ ասում են վարչապետն այս հայտարարությունները արել են, բայց մենք գիտենք, որ այդ հայտարարություններից ավելի առաջ է պատերազմը նախաձեռնել եւ կլիմայական պատճառներով այն հետաձգվել է մինչև սեպտեմբեր։ Մեզ թույլ են տալիս այս տեղեկատվությունը համադրելով իմանալ, որ պատերազմը ավելի վաղ նախանշված էր։ Հիմա կարող ենք այս խոսակցության մեջ էլ գնալ եւ հասկանալ, թե ինչի համար են նախկին նախագահները փորձում սրբադասել Ալիևին, բայց ինձ թվում է մեր քաղաքացիները մի փոքր հոգնել են դրա այդ խոսակցությունից։ Ես ինքս որ այդ հարցը ձևակերպում էի, ընթացքում մտածում եմ, բայց ախր այդ մարդը ոնց որ այդ նույն հարցազրույցի ընթացքում ասում էր, որ եթե կարող էիք, զիջում են ասում, բայց պայմանավորվածության մասին է խոսքել, եթե կարող էիք պայմանավորվել եւ չկռվել, ինչու չպայմանավորվեցիք եւ կռիվ եղավ։ Հիմա իրանք մեղադրում են մեզ պայմանավորվելու մեջ եւ փոխանակ դրա հետևանքը ոնց որ դրա եզրակացությունը լինի այն, որ իսկ հիմա պետքա ավելի ինտենսիվ պայմանավորվել, ավելի շատ պայմանավորվել, ավելի լավ պայմանավորվել։ Եվ երկրորդ բանը, այս վերջին մտքիդ հետ կապված վարչապետի հայտարարության մասին, որ ասում էիր, ես մտածեցի, որ մեզ հաճախ մեղադրում են, որ մենք բավականաչափ կոշտ չենք արձագանքում, այսինքն սուր հայտարարություններ չենք անում, այն նույն մարդիկ, ովքեր մեղադրում են, որ մի հայտարարությունն է պատերազմի։ Հիմա չեմ ասում, որ սրանք ճիշտ են, թե սխալ տնդումները, արդյոք պետք է ավելի կոշտ հայտարարել, արդյոք հայտարարության պատճառով պատերազմ եղավ, բայց այդ նույն մարդը ասում է, որ դուք հայտարարություն արեցիք, եղավ պատերազմ, եւ հիմա ասում է, ինչի ուժեղ հայտարարություններ չկան, այլ մեղմ հայտարար կամ անարձագանք եք թողնում Ալիևի ելույթը, չգիտեմ Հիկմետ Հաջիևի պնդումը կամ մեղմ եք արձագանքում, այն որ նախադասության սկզբում ասում եք դուք սուր հայտարարություն արեցիք, դրա համար պատերազմ եղավ։ Հիմա ես չեմ ասում։ Մոտավորապես այ հողատուներ, ինչի չպայմանավորվեցիք միջև պատերազմի մեկնարկը, էլի։ Ու այս ոնց որ այս երկու բաները չեն համընկնում, այս հայտարարությունների մասին խոսակցությունների ֆոնին էլ չեմ ուզում բան անենք, մենք ոնց որ ժամանակի մասին, այսինքն այս ռոպեական թեմաների մասին խոսանք, բայց էլի ինքն այնս երկար ցկվող հարց է, որը սրվեց այս վերջերս նախորդ շաբաթ այդ բանի Սալավիովի հայտարարությունից հետո։ Մեզ ինչ են ասում, մեզ ասում են դուք Ալիևին այդպես չեք արձագանքում, իսկ ահա Սալավիովին այսպես է արձագանքում։ Ու տարբերությունն է չտեսնելը, ոնց որ հատուկ չեն չդիտարկեն տարբերությունը, թե ինչ տարբեր տիպի հարաբերությունների մասին է խոսակցությունը, ասում են, տեսեք Ալիևի սուր հայտարարությունը, իսկ դուք գնացիք իրանցից նավթ առակ եւ այդ նավթից գոյացած հարկերով իրանք իրանց բանակը կզինեն եւ կհարցակվեն մեզ վրա, այն մի հատ ուրիշ բան է, էլի աբսուրդ պատմություն է, բայց այս տարբեր պետությունների հետ խոսելու տոները միևնույն ձև երևակայելը կամ չգիտեմ քաղաքական տգիտության, տհասության կամ դիտավորության նշանը։ Դու լսում ես այդ հակասական մեսեջները։ Իհարկե լսում ու նկատում եմ եւ այսօր էլ ով էր գրել դա չեմ հիշում էլ ինչ որ ընդդիմադիրի էջով տեսա բերել էր իմ էջում ֆիդումս էր հայտնվել են որ ասում էր որ տվեց միջանցք թրիփի նախագծի մասին որովհետև թրիփով
Ես դժվարանում եմ վերարտադրել այս մարդու ասած, որովհետև սովորաբար հիշում եմ, այն ինչի մեջ դրամաբանություն կա այս ասածի մեջ, ամբողջությամբ դրամաբանության անկում էր, մոտավորապես ասում էր, թե միջանցքը տալու եք այնա ռուսներին տայիք, այսինքն թրիփը նախ նկարագրում է որպես միջանցք, եւ երկրորդը ասում էր, այ դուք ծախեցիք մեր հողերը նկատի ունենալով ենթադրաբար Սյունիքը հիմա վերցանում եմ էլի որովհետև թույլ եք տալի 49 տարով հողային իրավունք ինչը սուտ է գլխանց սուտ է էլի պնդման մեջ եւ ասում էր եւ զուգահեռ եւ ասում էր այս երկաթգծի մասին եւ մոտավորապես նկարագրում էր ինչ որ մենք երկաթգծի հետ իրականում արել ենք ռուսների հետ եւ ոնց որ սենց ասում էր մոտավորապես եթե սենց ամփոփեմ վերջը ասում էր դե ոնց որ դե տալու էինք ռուսներին տանք էլի մոտավորապես մինչդեռ չնկատելով որ նախ միջանցքային բացարձակ դրամաբանություն չկա այս երկուսի միջև եւ երկաթգծի նկատմամբ էլ այն երկաթգիծը որ գործում է ռուսական կազմակերպության ներքո եւ այն երկաթգիծը որը գործելու է այս նախագծով, որտեղ որ Հայաստանն ունի իր մասնաբաժինը, ասել կուզենամ գտնել տենամ վերջի ինչ չկար այնտեղ եզրակացություն, սա փաստերի արձանագրում էր, ընդ որում խեղաթյուրված փաստերի արձանագրում էր, որը կեսահորինված էր։ Եվ մոտավորապես նկարագրում էր ռուսական երկաթգիծը, ասում էր, որ դա դավաճանություն է թրիփի շրջանակներում։ Այսինքն հասկացար ինչ եմ ասում։ Ես հասկացա, ուսում եմ մեզ լսողներին էլ հասկացա։ Դա абսուրդ էր։ Ինքը մոտավորապես ասում էր, որ մինչ այս պահը այն ինչ որ ռուսական ես գիտեմ, որ կա ընդդիմության մի հատ խումբ, որոնք համոզված են, որ եթե Հայաստան Սյունիքով միջանցք տար Ռուսաստանին, կկարողանար պահել Ղարաբաղը Ռուսաստանի իրավազորության ներքո։ Այս մարդիկ գոյություն ունեն իրանք ամեն շաբաթ հիշում են այս թրիփի կապակցությամբ որ ամերիկացիները իրանց վերահսկողության ներքո չեն վերցնի Ղարաբաղը բայց ռուսները համաձայնություն ունեին այդպիսի մոդելի ես չգիտեմ որտեղ են լսել որ ռուսները այդպիսի մոդելի համաձայնություն ունեին բայց ես գիտեմ որ այդ բանին տեսությանը հավատացող մարդիկ ովքեր ասում են եւ որ ռուս Ղարաբաղը մտնում է հիշում ես Ղարաբաղ երբեք այնտեղից դուրս չի գալու եւ այդ նույն մարդիկ էին ովքեր ասում են Ռուսաստանը երբեք թույլ չի տա Ղարաբաղի նկատմամբ պատերազմից հետո ասում էր Ղարաբաղը դուրս չի գալու։ Ընդ որում եթե ռուս Ղարաբաղները ռազմական ներկայություն ունեին, բանի նույն տրամաբանությամբ Եվրամիության դիտորդական առաքելության ասում են հերադիտակներով, թուղթու գրիչով ինչ են անելու, բայց հիմա այս պահին մոտավորապես 2 տարի է Հայաստան սահմաններին այո փետրվարին կլինի, երբ որ ուրեմն տեղակայվեց մեր Եվրոմիության մեր սահմանը Եվրոմիության դիտորդական դրանից հետո որոշ ժամանակ էլի խնդիրներ կային այն հատվածներում որտեղ հասանելիություն չունեին Եվրոմիության դիտորդները եւ հասանելիություն ունեին ռուսական զորքերը ու այդ բանը այդ նույն պնդումն անողները որոնք վստահ են որ կարելի է կամ այդ աշխարհակահաղական այն կենտրոնը որը մեզ համար մեր ուզածը ինչ ով էր գրել որ բանը պետք է Արարատ Միրզոյան Նախիջևանը պահանջեր Թրամփի մոտ հանդիպման այսինքն շուտ բաներ են գրում այսինքն որ բաներ էլ կարելի է լավ պահանջել լավ ձևակերպել պահանջը ու նստովարության որ ոնց որ մենք մեր պետության հարաբերությունները ուրիշ պետությունների հետ հանդիսատեսի համար են կանում էլի ոնց որ բանի ոնց որ եթե լավ ու այդ առաջարկը կա դաշտում է մարդիկ ասում մենք կգանք թող կպնգնա մենք կգանք մենք լավ կներկայացնենք լավ կտրտնջանք լավ մուննատ կգանք դրանցից ինչ որ մի բան լավ կանենք ու բնականաբար միջազգային հանրություն մեզ համար կանի այն ինչ մենք ուզում ենք այո ոչ թե մենք կգնանք մի բան կանենք ոչ չի անում այն ինչ որ մենք ուզում ենք որովհետև մենք չենք կարող ճշգրիտ ձևակերպել ինչ ենք մենք ուզում ենք մենք լավ չենք նկարագրում լավ չենք թմկահարում լավ չենք նվնվում լավ չենք մուննատ գալիս դրա համար մեզ համար չեն անում էլի այն ինչ որ բանը այսինքն մենք մեզ համար ոչ մի բան չպետք է անենք մենք ուղղակի պետք է լավ կարենանք միջազգային հանրությանը բան անել նվնվել բացատրել եւ այնտեղ ոչ մեկ չի հասկանում թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ մեր տարածաշրջանում եւ այլն հասկանալ չի հարց է շահերի հարց է ոնց որ առաջնահերթությունների հարց է օրինակ այդ ռուս լրագրող որ եկել էր Հայաստան ինքը անդադար տաղավարից գնում եւ պատմել որ առաջնահերթություն չէ Հայաստանը եւ Ղարաբաղը Ռուսաստանի համար Ժորժան սպասեք մի 50 տարի հետո կավատ դառնակ առաջնահերթություն բայց այս բանին չեք եւ դա ինձ թվում է ինքնին հասկանալի է էլի բանի Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի որ չենք եւ դա գործնականում մենք տեսել ենք զենքի ձեռքբերման գործընթացում եւ որ մեզ ասել են
սկզբից չեն տվել եւ հետո ասել են հետո։ Այսինքն արդյոք դրանից ավելի տեսանելի օրինակ կա մեր համար։ Իմ տպավորությամբ այդ բանը ընդհանրապես սահմաններին զոհեր չլինելու պատմությունը սկսվում է Իրանցի սահմանազատումից, այսինքն առաջ սահմանազատման օրերից, երբ որ մենք պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ, որ սահմանապահները կպահեն, որոշ տեղերում չեն դեռևս, այսինքն մեծ մասում սահմանի չեն, բայց ոնց որ այդ օրերից այդ ամիսներից է, չէ, եթե հաշվում ենք։ Ես մի տարի 8 ամիս եմ հաշվում, մի տարի 9 ամիս։ Մի տարի 8-9 ամիս հենց այդ օրերն են, այսինքն եւս 3 ամսից եթե լրանալու է այդ գալիս է մոտավորապես այն օրերին, սկսած, այսինքն երբ որ մենք սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին առանց միջազգային հանրությանը լավ բացատրելու համատեղ որոշում կայացրինք, ինչ որ տեղեր հետ կալանելու ինչ որ տեղեր այն կողմից մի ձև պայմանավորվեցինք, մի հարցում իրան։ Բայց իհարկե դիտորդական առաքելությունը իր դերակատարությունը ունեցավ։ Դիտորդական առաքելությունը ավելի շուտ է եկել։ Այո, փետրվարին է եկել, բայց ինքը ունեցավ դերակատարություն, որտեղ մենք հիշում ենք, չէ, որ անընդհատ այդ ահազանգները կային կուտակումների մասին, Ադրբեջան ներկայացնում էր ինքը մեր կողմից են կուտակումները եւ միջավայր էր մեզ հարկավոր։ Առհասարակ ես այս միջնորդ, երբ որ հիմա հետ հայացնում եմ, մտածում ինչով են մեզ միջնորդներն օգնել, Միացյալ Նահանգներ, Եվրամիության, դա երևի այն միջավայրի ձևավորումն է, երբ որ մենք եւ Ադրբեջան կարողացանք խոսել եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք մեկ էլ այս անվստահության մտնոլորտ տենց թերագնահատում ենք, գիտենք տենց անկարևոր բան է, հա, դա կհարթվի, բան, բայց չէ, հենց այդ այն հիմնական բաղադրիչն է, առանց որի անհնար է բանակցել։ Ես իհարկե կարծում եմ, որ այն որ մենք ի վերջո միջազգային հանրությանը փոխեցինք մեր պահանջը եւ ասացինք օգնեք մեզ հաշտվել, ոչ թե օգնեք մեզ կռվել, դա արմատապես փոխեց Հայաստանի տրամաբանությունը, Հայաստանի միջազգային կալման տրամաբանությունը, որտեղ մենք միջև այդ միշտ խնդրում ենք, որ օգնեն մեզ ավելի լավ կռվել, դրա ինչ որ պահի մենք ասացինք խնդրում ենք օգնեք մեզ հաշտվել եւ այն գործընկերները ովքեր ավելի կողմ են այդ տրամաբանությանը մեզ օգնեցին հաշտվել, բայց ես ինչ է այս բանի դեպքերի հիշում, սահմանազատման դեպքեր իրանցում եղել ես։ Բայց շատ վաղուց չէ, սահմանազատումից հետո չես եղել, ես գնացել եմ ոչ բանի այդ այցերի շրջանակում, այդ ինքնուրույն ոնց որ գնացել եմ տեսնեմ միայնակ եւ տեսնեմ ինչ տեղի ունենում եւ շատ ոչ պաշտոնական այցի շրջանակում է եւ շատ տպավորված եմ իհարկե իրանցից երևում է Ադրբեջանի դրոշը, երևում է Ադրբեջանի սահմանազատված այդ բանը, իրանց Փարիզը, այսպես ասած, ոնց որ մերը երկու կողմից երևում է, բայց իմ կարծիքով ինչ որ մեկ ասել, չէ, եթե մեր հարևանը Ադրբեջանն է, ոնց որ Ադրբեջանի դրոշը պետք է երևա, բա ոնց որ դրոշը բերենք դնենք այդտեղ որ երևա ու այդ լավա որ մեր սահմաններին, մեր հարևանների եւ մեր դրոշներն են երևում, ոչ թե ուրիշ դրոշներ, դա վատ նշան կլիներ։ Եվ ես ինչ է սա հիշում, որ դու ամենասկզբում խոսքի որ ասեցիր, որ քաղաքացիների ցույցեր չեն միացել, մեր հետ հեղափոխական շրջանի ամենամեծ ցույցը եղել է այդ սահմանազատման դեմ ցույցերը, որը հայտնի է Սրբազան պայքարանով։ Ես հիմա մինչև պահը, երբ որ Բագրատ Սրբազան 15 րոպե տվեց Վարշավետի հրաժարականին։ Ես շատ դառնությամբ եմ հիշում այդ պահը, որտեղ հասկանում եմ, որ այն, որ մենք չընթառաջեցինք երբևէ ամենազանգվածային պահանջային պահանջին, նկատի ունեմ դադարեցնել սահմանազատման գործընթացը, հանգեցրել է նրան, որ որևէ զոհ սահմանին չի եղել, չընթառաջելը մեր հանրային այդ պահանջին ամենամեծ երբևէ եղած այդ հեղափոխական շրջան հանգեցրել է նրան, որ ոչ մի զոհ չի եղել սահմանի վրա այդ պահից ի վեր։ Թագուհի, բայց անկեղծ պետք է ասեմ, ես չեմ կարող ձևակերպել, որ մարդիկ դեմ էին սահմանազատմանը։ Մարդիկ դեմ էին այն սահմանազատմանը, որը նկարագրում էին որոշ քաղաքական գործիչներ։ Առհասարակ, օրինակ կհիշես, ամենամեծ ցույցը եղել է, երբ որ վարչապետը առաջարկել է նշաձողն իջեցնել։ Չէ, ամենամեծ այդ ժամանակ չի եղել, իսկապես ամենամեծը դրանից առաջ, երբ որ զուգահեռաբար մի քաղաքական գործիչ հրապարակեց ինչ որ բանակցային փաթեթ, իբր մենք դրա տակ ստորագրել էինք, որտեղ որ Սյունիքի հանձնման մասին էր գրել, չէ, Սյունիքի ապա ռազմականացման մասին էր գրած, գեղց փաստաթուղթ է։ Հա, եւ ես որ տեսա, եւ ինչի եմ հիշում, որտեղ մարդիկ ինձ ուղարկում են, հարցնում են, սա ճիշտ է։ Միանշանք ոչ,
եւ մարդիկ դուրս են եկել փողոց, ոչ թե որտեվ վարչապետը ասել էր նշաձողը իջացնեմ, այլ որովհետեւ մամուլում հայտնվել էր մի այդպիսի փաստաթուղթ, եթե հիշես մեր բոլոր գործընկերները լայվ էին մտնում եւ ասում էին, որևէ բան չի ստորագրվում, այդ քարոզները ակտիվ տարվում, որ դա ԱԺ-ի դիմաց ամենամեծ հիշում եմ ես այդ ցույցին իջել եւ շրջել եմ։ Հիշում եմ։ Հիշում եմ որ բաներ ընդդիմությունը տեղ բաներ ստորագրահավաքերում կպայական падգամավորների մեզ էր փնտրում բաներ ուղարկում էր քաղաքացիներին մեր տներ, բայց ես քան որ տանը չէի տեղի։ Բայց չէ ուզում ասել այդ ցույցին ես շատ 100 տասնյակ եթե ոչ հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, որոնք ասեն որ իջել են այդ ցույցին տենան ինչա կատարում։ Ամեն դեպքում ինքը մասսայական էր եւ ինչպես միանգամից էր էլի հանկարծակի։ Այո։ Եվ ինչպես այդ պարագայում են կանել սահմանազատումը, ես վստահ եմ որ մեր քաղաքացիները այդ ցույցին չէին միացել, որովհետև մենք սահմանազատում ենք անում, այլ որովհետև դեմոնիզացված ինչ որ գործընթաց էր նկարագրվում։ Հիշես, եկեղեցին ենք տալիս, էս ուրեմն այնտեղ կամուրջ կար, կամուրջ այդ մարդիկ խառնվել էին, ոնց են գնալու, բայց հիմա ինչ են այդ մարդիկ նախ գող, ճանապարհը փոխված է այդ։ Գիտեմ, եւ ինչ են այդ մարդիկ գող, որովհետև տեղի ունեցավ մի գործընթաց, ինչը իրենց շահավետ եւ ձեռնտու է։ Այդ դպրոց գնում են, ինչքան ես հասկացա, ավելի շատ երեխաներ, քան նախկինում։ Այդ գյուղում ավելի շատ ապրում են ավելի շատ բնակիչներ, քան նախկինում, եկեղեցին իր տեղում է, ավելին վերանորոգված է, գմբեթը հանեցին, վերանորոգեցին, տեղը դրեցին, եւ ես ավելի շատ միտված եմ մտածել, որ մեր քաղաքացիները շատ հաճախ է ցույցերի միանում են մեր երևի թե սխալ հաղորդակցման պատճառով եւ որոշ ուրճացված ստերի վախի ֆոնի վրա։ Բայց դա վստահությունն է, որ ռեսուրսը որ վատնվում է, չէ՞։ Այո, բայց հիմա եթե նկատես, օրինակ օգոստոսյան հռչակագրից հետո տասնյակ քաղաքական գործիչներ ընդդիմադիր ասում էին, որ մենք միջանցք տվեցինք, հա, այս ամենավատ սցենարներն էին նկարագրում, բայց մարդիկ փող չես կարող այլևս գեներացնես։ Եվ դա շատ կարևոր է, որովհետեւ մարդիկ սկսել են մի հատ նախ ստուգել, այդ հրապարակումից հետո փաստաթղթերի բացել, կարդալ, նայել։ Ես ուսանողների խումբ եմ ընդունել, որ նույնիսկ չէր կարդացել, որովհետև վստահել էր, հավատացել էր, չնայած ես խրախուսում եմ միշտ կարդալ, քաղաքական մեկնաբանություններ չտրվել ցանկացած փաստաթղթի։ Եվ երկրորդ կարևոր բանը, այս ցույցերը սպառել է անդիմությունը, որովհետև այդ կեղծորակարգերը շատ է գեներացիան, այսպես ստի դոզան անցել է։ Եվ IRI-ը մի հարցում ուներ, որ քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքները իրացնելու համար ընտրում են այնուամենայնիվ ընտրությունները։ Ու շատ կարևոր ցուցանիշ է իմ համար, այսինքն մարդիկ այնքան են հարցումը նախորդ տարվա էր։ IRI-ի, որ ասում են ոնց է թվականի, ոնց է իրացնում քո իրավունքներն, ասում են ընտրություններով, այսինքն մարդիկ հավատում են ամենակարևոր ինստիտուտին, որ կարող են իշխանություն ձևավորելու իրանց ամենակարևոր սահմանադրական իրավունքը իրացնել։ Այս շատ կարևոր բան է այս ամբողջ շղթայի մեջ։ Ռելիսի իրական եթե ցույցեր չեն ճնշվում, ընտրությունները չեն կեղծում, նույնիսկ եթե ընդդիմությունը իր ամբողջ ընտրած հանգվածը բարից բուն իմաստով դուրս գա փողոց, դա բովանդակության առումով ոչինչ չփոխվի։ Ոնց որ ունի 280, չգիտեմ 250,000 ընտրող մոտավորապես տարբեր ընդդիմադիր, տարբեր ուժեր համարած ընդդիմադիր պլյուս մինուս կարող է լինել, բայց բովանդակության առումով ազդեցություն չունի։ Այդ ազդեցիկ են այն ժամանակ, երբ որ մենք բան էինք ընտրություն չենք կարողանում կայացնել եւ իրար մասին չգիտենք քանի հոգ ենք։ Եվ ցույցերն էին էլի մեզ օգնում բանանել ու իրանք էլ ցույցերը ճնշում էին նաև էլ կարելի որ ոնց որ երբ որ ճնշում ես ցույցի դուրս գալը դժվարանում է եւ այդ դժվար բանալով մարդկանց քանի անգամ եմ երբ որ անդիմադիր ակտիվիստ էի զանգեր ստանում ընկեր ունեի որ նախագահական մեր աշխատում ինձ անգում ասում էր այսօրվա ցույցին մի գնա ես ինֆո ունեմ որ ջրցան բան են հանելու, հա։ Միշտ աշխատող մեթոդներ, բանի ընտանիքի անդամների եւ այլն կամ այս տիպի ծանոթների միջոցով հորդորել եմ անանտ աղջիկներին ցույցեր չգնալ, այդտեղ շատ հետաքրքիր դինամիկաներ կային անանտ աղջիկների դեպքում, ուսանող աղջիկների դեպքում, այտենց ոնց որ իրանց պապաների իրանց եղբայրների հետ էին շփվում ավելի շատ քան մեզ հետ ես օրինակ լիք բաներ հետո եմ իմացել շատ ավելի ուշ եմ իմացել որ իմ ընտանիքի անդամների հետ խոսել են քան թե ոնց որ այդ օրերին որտեղ ինձ հետ համարյա ոչ ինձ հետ է շատ քիչ էր պապան էլ դե չէր պատմում իմ հայրը գալիս էր հետս
Ասում եմ դա կգամ հետդ։ Որ պաշտպանեմ։ Ու նկատի ունեմ, եթե ցույցեր չեն ճնշվում, եթե դա տես մեծ ռիսկ չի, եւ եթե քաղաքացիներ միմյանց գոյության մասին գիտեն, իրանք գիտեն իրենք քանի հոգի են ընդհանուր առմամբ այդ քաղաքական հայացքները կիսում, այդ ոնց որ մարդա համար տեղի ունեցել սոցիոլոգիական ամենամեծ իրական ճշգրիտ հարցումը տեղի ունեցել, այդ տենց մեծ ազդեցություն չի կարող ունենալ, ոնց որ նախորդ շրջանում էր, ու ես հիշում եմ, որ մի հատ բաներ հանրապետական քաղաքական գործիչ շատ զայրացած բաներ հոլովակեր հրապարակել, ասում էր Սերժը ժամանակ Z թանկանում էր, դուք դուրս եք գալիս Վարշավա, նախագահի հրաժարական եք պահանջում, դուք տեսել եք ոնց է թանկացել ապրանքը եւ ինչի չեք էլի Նիկոլի հրաժարական պահանջում, ու ինձ թվում է իրանց ամենամեծ խնդիրն է, որ իրենք չեն հասկանում ինչն է տարբերությունը։ Իհարկե ժողովրդավարության եւ չժողովրդավարության, ընտրված լինելու եւ ընտրված չլինելու։ Հա, երբ որ դու ընտրված ես, կարող Z-ի համար քո հրաժարական լուծկու համար հրաժարական պահանջել։ Եվ դա չընտրվածության հետևանքա, ոչ թե Z-ի թանկանալու։ Եվ դա նրա հետևանքա, որ քաղաքացին գիտի, որ սահմանադրական իրավունք իրացնելու ձև չունի։ Այսինքն գիտի, որ գնա քվեարկի չի լինելու փոփոխություն։ Եւ դրա համար ամեն իսկապես պատեհ կամ անպատեհ առիթներով ցույց էր անում։ Հա, մենք ամեն ինչը սարքում ենք նախագահի հրաժարականի քաղաքական ակցիաներ, այո։ Որտեվ մնացած ոնց որ ուրիշ բաներ կան։ Ոնց որ մենք այդ ամբողջ այդ հանկացումների հիմքում թալան էինք տեսնում։ Սա տեղել եմ ես կապ տեսնում։ Դե հա, բայց դրանք իրար մոնոպոլիաներ, մենք հասկանում ենք, որ ռեժիմների ռեժիմը տեսաները փոխկապակցված է տեսնում։ Եթե դուք հիշես նույնիսկ իրանց եթե հիմա հետ հայացնես ամենը դրական բարեփոխումից մեծ դիմադրություն ա ունեցել այդ կենսկուտակային կենսաթոշակներ, որտեղ վստահություն չկար հիմնադրամ ձևավորվող մարդկանց մոտ կառավարող ուժի նկատմամբ այդ ժամանակվա վստահություն չկար, բայց դա նաև չընտրվածության հարց էր։ Մանեթ Հանդիլյանը դեմ էր, հետո նախարար դարձավ եւ շարունակեց այդ ռեֆորմը, եւ ես կարծում եմ, որ արդարության համար պետք է նշել, որ Մանեթ Հանդիլյանի խնդիրն էր այդ լեգիտիմության դեֆիցիտը։ Հա, այդ շարժման հիմնական բանը առաջատար ուժը հենց բան էին այդ մարդիկ են ովքեր հաշվապահների միություններ դարձան հետո կարծեմ, հա, բաներ Մանեթ Հանդիլյանը եւ ԼՀԿ-ից էլ ինչ որ մարդիկ կամ նախկինում ԼՀԿ-ից այդ մի քիչ բարդա հիմա ասել, բայց դա քանը կարևոր չէ, հետո իրանք ոնց որ ելքի դաշինքի նախնական տարբերակներ էլի այդ ժամանակ դաշինքի թևերից մեկի տարբերակներ ձևավորվում, այդ հետաքրքիր կլիներ իրական քաղաքական բանանել էքսկուրս անել այդ ժամանակների մասին։ Այդ ուրիշ բանի մասն եմ ուզում հիմա նորից վերադառնանք եւ խոսենք։ Դու որ մեր միջավայրի մասին խոսում էիր, Եվրամիության դիտորդական առաքելության մասին խոսեցի, դե Եվրամիության դիտորդական առաքելության մասին մենք կարող ենք կամ ԵՄ-ի կամ խաղապահներ մենք կարող ենք ինչ-որ բաներ ասել, պատմել մարդկանց, այ էս սենց լավ է, սենց վատ է, սենց հեշտ է, սենց բարդ է, բայց մարդիկ ամենաշատը իրանք մաշկի վրա զգացածն են գնահատում, իրանք գիտեն, որ իրանք հեռադիտակներով ավելի պաշտպանված են եղել, քան որոշ զորամասերի, երբ որ հիշում ես Հայաստանի սահմաններին զորամասեր կային տեղակայված, իդեպ մեզ մեղադրում են, որ խաղաղության պայմանագրով հեռացրինք այդ զորամասերին, այդ բանն էլ կա։ Երրորդ ուժերի ներկայությունը։ Հա, երրորդ ուժերի ներկայությունը նկատի ունեն, մտածում եմ, որ բան է, էլի, այդ հեռանալը խաղաղության պայմանագրի հետևանքա, ոչ թե նրա որ գործնական արդյունք չէր տալիս։ Ընդհակառակը։ Ներկայություն, նույնիսկ հա, սահմանամերձ համայնքների բնակիչները ես հիշում եմ, որ համայնք կար, որ պատմում էին, որ ծափերով են ողջունել դիտորդական առաքելությանը ու տեղում բողոքել էին, որ ռուսական ներկայությունը պարզապես փախչել է։ Հա, ես հրահարելու մասին եմ խոսել։ Ես հրահարելու մասին չէ, բայց հիշում եմ, որ այդ 22 թվականի դեպքերի ժամանակ կային խոսակցություններ, որ տեղում չի եղել, երբ որ այդ հենակետը, որոնք որ ռուսական ներկայությունը եղել, երբ որ ադրբեջանցիները մոտեցել են, տեղում չեն եղել։ Մեր հարավային դիրքերի, հա, մեր կողմից զինվորականները ասում են, որ ոնց որ եթե գոնե մենք լինեինք, այո, մենք կլինեինք, բայց այնտեղ ուրիշ ժամեր առաջ դուրս են եկել, այո, այո։ Եվ երբ որ ծափողություններով ջերմուկի դեպքերն են, չէ՞։
Այդ այո, այդ զուգահեռաբար է եղել Ջերմուկում եւ Հարավում, նույն պահին է եղել։ Ջերմուկում Վարդենիսում։ Վարդենիսում, այո, այո։ Եվ այստեղ կարևոր է, որ մեր քաղաքացիները այո, ծաղփողջներով են դիմավորել ԵՄ-դիրթորդական առաքելությանը, եւ ինքը ունի ոչ միայն հեռադիտակով սահմանը հետևելու գործառույթ, այլ նաեւ միջավայրի ձևավորման գործառույթ ունի։ Այսինքն ինքը կարա մտնի գյուղեր, բնակիչների հետ շփվի, մթնոլորտ ձևավորի եւ առհասարակ այս դիտորդական առաքելությունը բոլոր ԵՄ-դիտորդական առաքելություններից ամենաարագ տեղակայվածն է։ Ընդհանրապես ԵՄ երևի բոլոր որոշումներից։ Որոշումներից այո, ամենաարագ կայացվածն է, եւ եթե կհիշեք, առաջին փուլով Վրաստանից բերվեցին դիտորդներ եւ հետո նոր դիտորդական առաքելություն, այո, առաքելությունից եւ հետո նոր արդեն մեր համար առանձին որոշում կայացրին, որովհետեւ շատ կարեւոր էր լինել արագ, ժամանակին, տեղում եւ սա իրապես փոխել է իմ վերլուծությամբ իրապես փոխել է միջավայրը։ Ես հիմա ուզում եմ հիշեմ ինչ հիմնավորմամբ մեր ընդդիմադիրներ դեմ քվեարկեցին այդ առաքելության տեղակայման չեմ կարող հիշել։ Իրենք դեմ քվեարկեցին շատ տեխնիկական խնդիրներ բերելով, դա կարգավիճակի մասին իրական, ոչ թե տեղակայման, այլ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր, այնտեղ գույքը, մունքը, բան sense-ներ եւ շատ ես դժվար եմ հիշում, ինչ որ անդրամաբանական է, բայց շատ տենց եթե չեմ հիշում, Հայաստան խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, պատիվ ունեմ դեմա քվեարկել։ Իմ տպավորությամբ էլ էր այդպես, բայց նաև կհիշես, որ մենք արդեն պաշտոնապես կարող ենք դիտորդական առաքելությունների մաս կազմել եւ այդ որոշմանն էլ, եւ այդ որոշմանը չեն քվեարկել, քննարկումների ժամանակ մոտավորապես ռազմական առաքելությունների մաս կազմելու մասին վերապահումներ, նույնիսկ երկիրներ մեջ բերվում Ուկրաինան, բայց սա ամբողջությամբ մեր որոշման տիրույթում է լինել, մաս չլինել, մաս։ Ինչ է նշանակում սա այս վերջի որոշումը, որ մենք ինչ որ ուրիշ այն, չգիտեմ, լեհերի, կանադացիների, հույների հետ կարող ենք գնալ ուրիշ երկրներում դիտորդական այո, բայց նաև ռազմական։ Եվ եթե շատ կոպիտ ասեմ, մենք կդառնանք այն միջազգային հանրությունը, որին դիմում են։ Եվ մենք կդառնանք ոչ միայն ԵՄ անվտանգային համակարգի սպառող, այլ նաև մեր ներդրումը կունենանք զուգահեռաբար մեր աղջիկները եւ տղաները, ովքեր կցանկանան դրա մաս լինել, նոր հմտություններ ձեռք կբերեն։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ սա ոչ միայն ռազմական, այլ դիտորդական առաքելություն է, օրինակ ջրհեղեղների պարագայում ԵՄ-ն նույնպես կարող է առաքելություն ուղարկել ծովահենների դեմ, հումանիտար, այո, տարբեր տեղերում։ Ամենամեծ ռազմական ներկայությունը դիտորդական առաքելության Կոսովոյում է եւ Հայաստան կարող է որոշել Հայտի դեպքում մաս լինել դրա։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտ է Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության եւ միջազգային արժանապատիվ դերակատարության։ Մերոնք այսքան խոսում են, հայ ընդդիմադիրները արժանապատիվ, բայց արժանապատվություն է նաեւ ոչ միայն սպառել մի բան, այլ նաեւ քո ներդրումն ունենալ։ Այս է իմ համար արժանապատվությունը։ Ու երբ որ մենք ասում ենք այդ միջազգային հանրությունը, սա միջազգային հանրությունն է։ Ոնց որ մենք երբեք չենք լինում, չէ՞։ Մենք ում միջազգային հանրությունն ենք մեզով օրինակ ինչ որ տեղ իրադարձությունա տեղի ունեն, մենք որպես միջազգային հանրություն դիրքավորում ենք դրա վերաբերյալ բանանենք ինչ որ կերպ արձագանքենք, թե մենք այդ միջազգային իրավունքի միայն սպառող ենք կամ միջազգային համակարգի միայն սպառող ենք, էլի իրենց պատկերացմամբ գնանք իրանց ասենք դուք մեզ համար էս արեք, դուք մեզ համար են արեք, իսկ կարող է կան երկրներ, որոնք մեզ որպես միջազգային հանրություն աջակցության կարիք ունեն։ Մեզնից ակնկալիք ունեն, այո, որովհետև մենք լիիրավ պետություն ենք, այս պետություն չընկալելու խնդիրն է, էլի։ Ոնց որ չպատկերացնեմ, որ մենք միջազգային հանրություն մեզ որդեգրել է այդ զգացողությունը։ Այո։ Ու սա խնդիր է, էլի, որ ասում ենք պետություն չեն պատկերացնում ինչ է ուզում են գուբերնատոր լինել, այս իրա դաստական օրինակն է, էլի։ Սպառենք, ցեն չհանենք, չոքնենք, ձեռք չմեկնենք, որտեղ մենք ով ենք իրենց պատկերացմամբ։ Գալով Եվրամիության թեմայի, Սոնա, այս վերջերս Կայա Կալասի, եթե չեմ սխալվում, հայտարարել էր Հայաստանի եւ Եվրամիության, եթե չեմ սխալվում, արտաքին քաղաքականության 37% համընկնման մասին, չնայած որ հայկական մամուլը վերարտադրել էր, որ ՀՀ ԵՄ-ին համապատասխանում է 37%-ով այս վերնագրերով։ Ես
ճիշտ եմ սա հասկացել թե չէ ուզում դու որպես հանձնաժողովի ներկայացուցիչ ավելի մանրամասն պատմես ինչա կատարում մեր ու ԵՄ-ի հարաբերությունները 37-38% alignment-ի մասին է խոսում, այո Կայա Կալասը խոսում է այդ արտաքին վարվող քաղաքականության մասին, որը գործնական կարանշանակի քվեարկություններ տարբեր միջազգային կառույցներ, բայց նաև ԵՄ պարտադիր ենթակա իրականացման պարտադիր ենթակա որոշումների կատարումը։ Որ մեր դեպքում շատ բարդ է։ Այո, շատ բարդ է, որովհետև մենք օրինակ մեր քաղաքացիները գիտեն, որ մենք Իրանից ձեռք ենք բերում գազ, վերածում դա էլեկտրոէներգիա, այսինքն swap է տեղի ունենում։ Հիմա մենք գիտենք, որ նաև Իրանը գտնվում է խստագույն սանկցիաների տակ։ Այս swap մեխանիզմը մեր միջազգային գործընկերների համար ընդունելի է։ Բայց սա չի նշանակում, որ ընդունելի լինել մի բան է, բայց մենք ոչ բոլոր պատժամիջոցներին ենք Իրանի դեմ միացել, բանի ԵՄ-ի կամ ոչ թե պատժամիջոցները, ԵՄ-ի համար իրանական, հայտարարություններ կամ օրինակ իրանական գազը այդ երկրում չպետք է լինի։ Հիմա փաստ է, չէ, որ մենք ունենք իրանական գազ, որը վերածում ենք։ Սա ընդունելի է, բայց սա alignment չի, այսինքն մենք չենք մոտարկել մեր արտաքին, այո, մենք չենք մոտարկել արտաքին քաղաքականությունը։ Դուք գիտեք, որ սանկցիաների տասնյակ փաթեթներ կան Ռուսաստանի մասին, օրինակ գազը, չէ, ռուսական գազ Եվրոպան ռուսական ապրանքների մեծ մասի հետ կապված։ Այո, կան ապրանքներ, որոնք երբել ուղղակի պահում ենք, չէ, կարծեմ։ Մենք ունենք կառավարության որոշումներ, որով արտահանումը երկակի նշանակության ապրանքների սահմանափակել ենք եւ կարող է միայն կառավարության որոշմամբ դա տեղի ունենալ, այսինքն կան ապրանքների որ մենք չենք կարող ԵՄ երկրներից բերել երկակի նշանակության ապրանքներ, որոնք արգելված են ԵՄ երկրներում վաճառել եւ դա վաճառել Ռուսաստանում, բայց կարող ենք դա հանգիստ անել մեր երկրում արտադրվողի հետ, չգիտեմ, ոչ, մասնավորը նույնպես չի կարող։ Մասնավորը առանց պետության թույլտվության, այսինքն խնդիրը ինչու՞մ էր, որ մասնավորը ձեռք էր բերում օրինակ X քանակությամբ X ապրանք, ինչ որ տեղից ձեռք բերի, այլ ասենք Հայաստանում ինչ որ մեկը արտադրի ինչ որ բան, որը սանկցիավորված է եւ արտահանի, որովհետեւ չի միացել, չէ, Հայաստան որևէ սանկցիային, ուղղակի պարտավորվել է այդ երկրների համար բան չլինել։ Մենք որովհետև չունենք սանկցիաներին միանալու այդ մեխանիզմը, բայց մենք ունենք ստանձնել ենք պարտականություն քաղաքական, օգնել իրենց ապահովել իրենց սեփական սանկցիաները։ Այո։ Այո։ Դա իհարկե անում ենք տարբեր մեխանիզմներով, բայց այո Հայաստանը երբևէ չի շրջանցել սանկցիաների այդ իմաստով։ Հա, չի օգնել շրջանցել, բան, որտեվ իրական Հայաստան պարտավորություն չունի, կամ որևէ կերպ չի միացել, չի հայտարարել, որ ինքը նույնպես սանկցիաների մաս է կազմելու։ Հայաստանապետություն տեխնացու երկիր չի, մոնիտորինգի տակ էս առումով չի գտնվում, բայց իհարկե մեր գործընկերները հաշվի առան մեր հավակնությունները, այս հաշվարկն արել էին։ Այո, Հայաստանի Հանրապետությունը դրա համար եմ ասում, որ օրինակ այդ 37%-ը, որ գոյանում է արտաքին քաղաքականությունների սինխրոնիզացումից, դա նրանից է, որ մենք մեր պետության հետ կապված յուրահատուկ արտաքին քաղաքականություն ենք։ Իրանի հետ, Ռուսաստանի հետ մանավանդ։ Հիմա արդեն ցավով պետք է նշեմ Վրաստանի հետ, որովհետև օրինակ կհիշես, այս վերջերս Հայաստանում Եվրոնեստը որ եղավ, դա լավագույն ցուցիչներ առան, որ երբ որ մենք քվեարկում ենք մի բանաձևի, որտեղ որ խոսում է TRIP նախագծի մասին, Հայաստանի Ադրբեջան խաղաղության, բայց նաև կա ձևակերպում Վրաստանի վերաբերյալ, որը Վրաստանի գործող իշխանությունների համար ընդունելի չէր, Հայաստանը քվեարկել է հաշվի առնելով սեփական շահը։ Բայց այստեղ նաև գնաց այդ խնդիրը նաև Իսկ եղել է այս դեպքում, որ մենք քվեարկենք, ասենք Վրաստանի դեմ ինչ որ համընդհանուր ԵՄ հայտարարության ձեռնպահ կամ չքվեարկենք կամ ես այսպես չեմ հետևել, բայց առհասարակ միջազգային կառույցներում մենք ես անձամբ մշտապես երբ որ մեր գոլեգաների հետ խոսում եմ, ասում եմ, որ տարածաշրջանային պետությունների հետ նկարագրում եմ մեր իրավիճակը, որ այս պահին գործող բաց սահմաններ միայն Վրաստանի եւ Իրանի հետ են, մենք ունենք մեր մենք միշտ տենց ենք արել Ռուսաստանի հետ, բայց օրինակ ընտրություններից հետո կարար հանգիստ նկատի ունենալու են բանը արձագանքները, որ ԵՄ-ն ունեցավ Վրաստանի ընտրությունների կապակցությամբ, ասենք կարար իրանց հայտարարությունների ընտրությունների մասն հայտարարություն տարածել եւ Հայաստանը ասենք բան չանել։ Հայաստանը շատ հաճախ չի միանում նման հայտարարությունների։ Եթե միայն Վրաստան վերաբերելի լիներ։ Հա, չէր միանա եւ այստեղ մի հատ բան կա, որ մենք առհասարակ ժողովրդավարություն արտահանող պետություն չենք։
ու հարևանների նկատմամբ մենք ներքին օրակարգերին չպետքա առհասարակ հարևանների պարագայում խառնվենք։ Մենք շրջապատված ենք պետություններով, ովքեր ունեն ներքին յուրահատուկ օրակարգ իրավիճակներ, եւ ես առհասարակ դեմ եմ, եւ որ մեզանից մեկնաբանություն են ուզում եւ մենք որպես քաղաքական գործիչներ կարող է փորձագիտական վերլուծություն տանք Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի վերաբերյալ, մենք առաջնորդում ենք Հայաստանի պետական շահով եւ չենք արտահանում ժողովրդավարությունը։ Լավ բան է ժողովրդավար պետությունների հետ հարաբերվելը, լրիվ այլ մակարդակի հարաբերություններ են, բայց մենք սահմանափակում ենք մեզ ժողովրդավարությունը տարածելով ՀՀ սուվերեն տարածքի ներսում։ Ես գիտես ինչ ես հարցը տալիս, որովհետեւ օրինակ այդ 37-ի կապակցությամբ այդ թիվը հնչելուց հետո մեզ որոշ շատ ավելի արմատական արևմտամետ եվրոպամետ գործընկերներ կամ Եվրամիության ձգտող ավելի այտենց սրընթաց բաներով քայլերով ձգտող կամ պարզապես համակրանք ունեցող քաղաքացիները հարցում են, բա ինչի 37 ոչ ավելի։ Ես ուզում եմ բացենք այս թեման, թե ինչ նկատի ունի Կայա Կալասը եւ Եվրամիությունը, երբ որ մեզ 37% ասում դրատակ ինչ բովանդակություն կա, դա նշանակում է այն որ մենք հիմա այդ նույն մարդիկ, իդեպ շատ համընկնող մարդիկ կան, որ ասում են Իրանի հետ պետքա բան անենք, չգիտեմ, տարածաշրջանային ռազմավարական ինչ որ համագործակցության ֆորմատ ունենանք, որովհետեւ Իրանն է մեր հարավային սահմանները օգնել որ պաշտպանենք։ Թուրք-ամերիկյան նախագիծը եւ պետք է մերժվի։ Այդ նույն արևմտամետ ուժերից մեկն է ասում։ Հա, իրանք շատ բազմազան են, ինչպես եւ երևի ամեն ինչ Հայաստանում, բայց ուզում եմ ասեմ, երբ որ մեզ ասում են դուք բան եք, 37% եք համընկեցրել, ու միևնույն ժամանակ ասում են Իրանը եվրոպական դաշինք կլինի Հայաստանի շուրջ։ Այս իդեպ բանը ծաղալով ենք ասում, բայց պետք է երևի արձանագրել, որ օրինակ Սյունիքի շուրջ եվրոպական եւ Իրանի դիրքորոշումները համընկել են եւ դա մեզ օգնել է այդ 22-23 թվականի շատ ճգնաժամային տարիներին, որ իրանք շատ նման դիրքորոշում են ունեցել, ընդ որում պատմականորեն Իրանը Հայաստանին նայում է որպես դեպի Եվրոպայի իր ճանապարհ ու այդ Սյունիքը իր համար հենց այդ եվրոպական ճանապարհի արժեք ունի, ոչ թե ուղղակի Հայաստան մտնել դուրս գալու եւ հենց դրա բերումով է որ կարող են Եմեն ու Իրան նույն բանը մտածել, որտեղ իրար հետ հարաբերվելու այդ բանն է, էլի սահմանագիծն է։ Բայց ուզում եմ ասեմ, որ այն մարդիկ, որ մեզ ասում են դուք 37% եք համընկեցրել, ինչու բան չեք արել, ասենք Վրաստանի դեմ հայտարարություններին չեք միացել Իրանի սանկցիաներին։ Այդ է էլի, որ ասում են ինչու 37-ից ավել։ Չի շատ հաճախ դա նշանակում է ինչու Իրանի դեմ սանկցիաներին միացած չեք, ինչի Ռուսաստանի դեմ սանկցիաներին միացած չեք, ինչի Վրաստանի դեմ, եթե կա այդպիսի սանկցիաներ միացած չեք կամ իրենց դեմ հայտարարություններ, չհասկանալու որ ոնց որ առանց դել այն մյուս երկու երկրի հետ նոր ենք հարաբերություններ սարքում։ Այս բան այդ մնացածի հետ փչացնենք եւ բացի դրանից հակադրում են Եվրամիությունը Թուրքիային, այս էլ մի հատ հարևան երկրներին համարյա հակադրում է։ Բայց Թուրքիան շատ ավելի ԵՄ-ա, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է։ Ու հայ-թուրքական սահմանի Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։ Ով են հակադրում, ես կուզեի այդ նկարագրես են մարդկանց խումբը, ովքեր հակադրում են, որտեղ մեկ ուրիշ խումբ էլ կա, որ ասում է արևմուտքը Հայաստանի համար Թուրքիան է, թրքացումն է Հայաստանի։ Ճիշտ է, այսպիսի խումբ էլ կա, դա Եվրոպամետներն են Հայաստան Եվրամիություն Թուրքիա հակադրությունը դնում, որովհետեւ օրինակ այդ TRIP-ի նախագծի մասին բացասական են ասում, որ սա թուրք-ամերիկյան նախագիծ է, նախ ասենք որ Թուրքիան ընդհանրապես TRIP նախագծում որևէ ձև ներկայացված չի, բայց այս Թուրքիան հակադրել ԵՄ-ի հետ ինձ համար ԵՄ չճանաչելու մասին է, որովհետեւ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է, իսկ մաքսային միությունը դա ինտեգրման միջև անդամակցություն ամենաբարձր մակարդակն է, եւ երբ որ Հայաստանը ունենա բաց սահման դեպի Թուրքիա, Հայաստանը անմիջապես դառնալու է ԵՄ հարևան մաքսային միության մասով։ Ու ես շատ հաճախ նկատում եմ, որ մերոնք մեր քաղաքացիները դա չեն նկատում, այսինքն չէ պատկերացնում ինչ տրամաբանական փոփոխություն է տարածաշրջանային լինելու, երբ որ մենք սահման ունենանք ԵՄ-ի հետ։ Դա նշանակում է մեր, այսինքն միայն Վրաստանը չի լինելու մեր կապող խողակը Եվրամիությանը։
Սա շատ կարևոր է, որտեղ նկատենք ԵԱՏՄ-ի հետ մենք սահման չունենք։ Եվ ԵՄ-ի հետ մենք քանի որ սահման ԵԱՏՄ-ն ունենք։ ավելի քաղաքական, քան տնտեսական կառույց է, ինքը հանդուրժում է, որ շախմատաձև աշխարհով մեկ ինչ որ բաներ ունենա, էլի։ Բայց ԵՄ-ի կարծիքով իմ տպավորությամբ բան հանդուրժող է, էլի թռնել այդ արանքի պետությունների գլխով եւ հասնել ինչ որ մի ԵՄ պետության, ինքը տենց ոնց որ ԵՄ-ն ինքը, որովհետեւ տարածաշրջանայնացման մասին է։ ԵՄ-ն սկսել է տարածաշրջանային համագործակցությամբ, տնտեսական, հա, եւ որ ածուխն ու պողպատը չէին կարող Ֆրանսիան եւ Գերմանիան կիսել, իրենք որոշեցին ստեղծել մի միավոր, որը կկառավարի այդ ուրեմն օգտակար հանածոները եւ դրա արդյունքում ստեղծվել է Եվրոմիությունը, ինքը իր դրամաբանությամբ հեն տարածաշրջանային համագործակցության մասին է։ Եվ եթե մենք նայում ենք թե ԵՄ ոնց է դիտարկել մեր տարածաշրջանը, ինքը իրականում սկզբից այդ Eastern Partnership արևելյան համագործակցության շրջանակներում, այսինքն ինքը պետություն չի դիտարկել է տարածաշրջան, այլ բան, որ հետո Eastern Partnership-ը լրիվ տարբեր պետություններ, տարբեր ուղղությամբ են գնացել, այո։ Եվ Հայաստանը միակն է, որ ոչ մի ֆորմատի մեջ չի տեղավորվում, որտեղ Բելարուսն ու Ադրբեջանը դուրս գնացին, այսինքն հետաքրքրված չէին, մնացած պետությունները արդեն թեկնածու եւ Հայաստանն է, որ ունի շատ յուրահատուկ հարաբերություններ։ Ոչ գնացել է, ոչ մնացել է։ Ըստ էության թեկնածու չենք, բայց ունենք ամենաինտենսիվ հարաբերությունները Եվրոմիության հետ։ Եվ նույնիսկ թեկնածու Վրաստանից առաջ այս թեկնածու Վրաստանի հետ համեմատ շատ ավելի արագ զարգացող հարաբերություններ ունենք այս պահին։ Բայց կրկին ոնց որ այս Թուրքիայի հետ բանը փորձել հակադրել կամ կոպիտ ասեմ, հա, գրոտեսկ ասեմ, թուրքերին հաղթել Եվրոմիության, պես Եվրոմիություն չճանաչելու մասին է, էլի։ Այ Վրաստանի հետ կապված, քանի որ իրանք թեկնածու երկիր են, ես ուզեցի տեսնել իրանց այդ նույն ցուցանիշը ինչպիսին է արտաքին հարաբերությունների սինխրոնիզացման եւ մոտավորապես 40%-ի մասին ախոսկացի 2-3%-ի տարբերություն կա մեր ու Վրաստանի հետ կապված եւ ես կարծում եմ, որ Վրաստան նույնպես էս բարդ իրավիճակի հետևանքով է դրան հանգել, որովհետեւ օրինակ ինքը Ռուսաստանին կապած երկիր է։ Այո։ Իր հարևանն է Ռուսաստանը, ճիշտ է, մեզ հետ ավելի ինտեգրված գործընկեր է հաշվի առնելով ընդհանուր մաքսային միությունը, բայց Վրաստանն էլ էլի իր առևտրային հիմնական գործընկերներից մեկն է, հիմա ուզենք թե չուզենք աշխարհագրական իրողություն բարդափոխել է դառնումով ու ինքը շատ սանկցիաների կարծես թե չի միացել եւ հիմա այս առույցի բաժինի երևի բանի Եվրամիության արտաքին քաղաքականության հենց այդ դա է ու դրա պատճառով ինքն էլ է շատ հետ մնացել տեմպերից, որ կարող է ունենալ, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, ու եթե մեծ ոգևորություն կար, երբ որ ինքը դարձավ թեկնածու, բայց մի քանի բան տեղի ունեցան, ընդ որում նաև այդ բանի օտարերկրագործականների մասին օրենքն էլ կարծես էլի այդ բանը իրանց տոկոսներից նվազեցրեց բան, ու եթե երբ որ մեր գործընկերները բանն մեզ կշտամբում են, հա, այդ ցուցանիշների համար, կարծես այդպես շատ վերացարկված լինեն տարածաշրջանից եւ չնկատեն ինչա կատարվում, ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, ովքեր բան են անում, միևնույն ժամանակ հիանում են Վրաստանի կամ Ադրբեջանի այդ տարածաշրջանում գոյատևելու քաղաքականությունից, ի հեճուկս իրենց բարդ հարաբերությունների տարածքների օկուպացման Ռուսաստանի հետ կարող առևտրային կապեր ստեղծել եւ այլն, ասում են այ Վրաստանի պես, ես հիշում եմ մի հատ քաղաքական գործիչ կար, մի 2 տարի երևի ինքը որ եթերում նստած ասես պետքա Վրաստանի պես կարողանաս համ Եվրամիության թեկնածու լինես, համ Ռուսաստանի հետ աշխատես, հետո երբ որ Հայաստանը հիմա կարողանում է բան անել, համ Ռուսաստանի հետ խոսել, համ Եվրամիության հետ խոսել, առողջ խոսել համ Թուրքիայի, համ Ադրբեջանի, ոնց 2 աթոռի, 3 աթոռի վրա նստելու քաղաքականություն պետք է կողմ ընտրել բանի, այդ նույն մարդը նույն բաները մեր մասն դες հակառակն է ասում, այսինքն այդ քաղաքական հռետորաբանությունը միշտ ինքը մի քիչ բան ունի, էլի։ Այս Վրաստանի մասով ամենահետաքրքիր բանը ինձ մի օր Բրյուսելում եմ պատմել, որ եւ որ Վրաստան դες զորագրում ասոցիացիան համաձայնագիրի տարբերություն մեծ ասոցիացիան համաձայնագիրը մեր քաղաքացիներին բացատրենք, էլի կարա նորմալ է չիմանալ, SEPA-ն է, որը մենք ունենք, բայց գումարած DCFTA-է Հասկանալի բառերով ասել, նույնիսկ ես եմ շփվում։ Առևտրային համաձայնագիրն է, այսինքն կոպիտ ասած Deep Comprehensive Free Trade Agreement, այսինքն կարողանում են շատ կոպիտ ասեցի։ Խորի համապարփակ առևտրային համաձայնագիր։ Այո։ Եվ այս վրացի, այսինքն շուկա դեպի ԵՄ շուկա մաքս
հնարավորություն են ստանում, բայց ես Բրյուսելում նայում եմ ոչ գրեթե չեն արտահանում որևէ բան ուրեմն Եվրոմիություն, այսինքն հնարավորություն ունեն, ոնց որ կոպիտ ասած այս խողովակը բաց կա, բայց ջուրը չեն բացում, վրա չեն հասկանում ինչի, գնում սկսում են բիզնեսի հենց ներկայացուցիչների հետ շփվել եւ բարձում է որ իներցիան այնքան ուժեղ է եղել, որ ի հեճուկս պատերազմի հանգամանքի, ագրեսիայի հանգամանքի ոնց որ իրանք են նկարագրում։ Տնտեսվարողը մեկը տամ է ռուսական, որտեղ այնտեղ համար դա այնքան կարևոր է, այդ համաշխարհային ցանցերը իրանց ունեցած։ Որտեղ ինքը ունի այնտեղ ծանոթ, գիտի որ կրպակնա տանելու, որ խանութնա տանելու, այսինքն այդ իներցիան այնքան ուժեղ է եղել, որ իրենք շարունակել են։ Եվ մյուսը, որ գաղտնիք ասած չեմ լինի, որ բրյուսելյան բյուրոկրատիան բավականին վարդ է եւ այդ ժամանակա որ Բրյուսելից մարդիկ եկել են մասնագետներ եւ նստել տնտեսվարողների կողքը լրացրել այդ հազարավոր էջերի փաստաթղթերը որպեսզի ապրանքները կարողանանք իրենք կարողանան արտահանել։ Նույնիսկ մենք մեր բանի կառավարության սուբվենցիոն ծրագրեր մեր համայնքները առաջին 2 տարի չէին այդքան ստանում, որովհետեւ չեն կարողում այդ մեր ներքին բյուրոկրատիան հաղթահարել։ Այո, եւ այստեղ սովորեցին էլի։ Իմ համար այս օրինակը լավագույն օրինակն է առայն որ քաղաքական երազանք կլինի նպատակ կլինի ու տնտեսական հնարավորությունների միջև ճեղքվածքը չպետք է այսքան ահռելի լինի։ Այսինքն օրինակ եթե վաղը մենք ստանում ենք հասանելիություն դեպի Եվրոմիության շուկա ինչ ենք մենք արտամ, այսինքն ինչքան պատրաստ է մեր շուկան, բայց պետք է ասեմ անկեղծ ասած, որ երբ որ մենք GPS Plus համակարգից էինք օգտվում, դա նկարագրեմ մեր քաղաքացիներին, որ մոտավորապես 600 անուն ապրանքանիշների համար մեր մաքսատուրքի զեղչում էր տեղի ունենում, զեղչ, ոչ թե անվան զեղչում, զեղչ է, երևի ավելի ճիշտ է ասել, եւ մենք այդքան ապրանք ունենք, որ Եվրոմիությանը հետաքրքիր էր։ GPS Plus-ը բայց սոցիալական ծրագիր է եւ ինքը քաղաքական գործիք չի, սոցիալապահով երկրներ։ Երբ որ մեր հնան աճեց, մեզ զրկեցին այդ գործիքից եւ հիմա մենք բանակցում ենք, որպեսզի կարողանանք արտահանել։ Այս պահին պետք է ասեմ, որ մենք արտահանում ենք Եվրոմիություն ձուկ, քաղցրահամ ջրի ձուկ, ձնամթերք եւ ֆոլգա։ Կոնյակ գիտեք, որ հայտնի պատճառներով չեն կարող արտանել մինչև չվերաբրենդավորվի, թե պետք է որոշ շուկաներում Եվրոմիության կոնյակ, բայց նկատի ունեմ, դա արդեն առանձին կարգավորման հարց է։ Գինին վստահ չեմ, որ այդքան մրցունակա լինելու, որտեղ մեր գինին նիշային է, բավականին թանկարժեք, իսկ այնտեղ կա Պորտուգալիա, Ֆրանսիա, ովքեր տենց գինի են արտահանում եւ բավականին մատչելի։ Բանը գինու աշխարհի առաջնություններին մասնակցում եւ լավ ներկայում է նորանոր ստեղծող տեսակներով, այս նաեւ ասենք, որ այս տարի 26-ն է, չէ՞, գինու փառատոնը անցած տարի որ Բրյուսելում է տեղի ունեցել, համաշխարհային փառատոնը Հայաստանում է տեղի ունենալու եւ վստահ եմ որ դա Հայաստանի վերագինի շոկայի վրա շատ դրական կազմի, կողքից կարող են ասել բանա, այտենց ավելորդ փառատոնային ծախսա, բայց շատ կարեւոր կլինի տնտեսվարողների համար։ Ես նաեւ քաղցրահամ ջրի մասով եմ շատ գոհ եւ այս վերջերս սուպերմարկետում ջուր գնելիս իմ սիրելի ջրի չեմասի որն է որ գոված չդիտվի, հետևի կողմում տեսա որ այս դիրեկտիվային համապատասխանում է։ Խցաները մոտավորապես 2-3 ամիս է, ես հիշում եմ, որ ես ամասեմ դե ամեն օր ջուր եմ առնում, բանի լսարան մտնելուց առաջ, այտենց ես բարից բունի մաստով ֆիքսել եմ այդ որ նախորդ օրը խցանը բացվեց, հաջորդ օրը խցանը մնաց։ Բայց այդ շշի վրա գրած չի։ Իդեպ որ ինքը դիրեկտիվայի համապատասխանեցումը իմ ասացի վրա գրած էր որ այս դիրեկտիվային համապատասխանեցված ջուր է։ Եվ ես զգացի թե ոնց են մեր տնտեսվարողները այդպես արդեն քայլում դեպի ԵՄ եւ ընդ որում քանի որ հայրը հայաստանցիներ միշտ հայտնի են եղել իրաց այդ ճկուն առևտրային կարողություններով ես վստահ եմ որ մեր մոտ ավելի տարբեր իհարկե այդ թվում եւ սահմանների բացումը Թուրքիայի Ադրբեջանի հետ սահմանների բացումը շատ ավելի ինտենսիվ է տեղի ունենալու այդ մեր ադապտացում է այդ իրավիճակին, քան շատ ուրիշ տիպի մշակույթների վրա շեշտադրված երկրներում, որովհետև Հայաստանը միշտ այնց առևտրային որակյալ մշակույթ է ունեցել էլի, ինչքան նայում ես պատմականորեն։ Ես նաև Պապոյան Գևորգից, մեր էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է ծրագիրը, որ պետությունը մաքսատուրքը կսուբսիդավորի այն կազմակերպությունների, որոնք արտահանեն իրենց ապրանքները ԵՄ, խնդրել էի ցանկ եւ տեսա, որ տեքստիլն էլ կար ներկայացված, գիտես չէ, որ Լոռու մարզում նաև կարում ենք Մոնկլեղը այո, հայտնի միջազգային բրենդի վերնահագուստ են կարում
Եվ այս առումով, այո, մենք ունենք ապրանք, ունենք տաղանդ, ունենք ջանասիրություն, պատրաստ լինելու, բայց դրա համար բնականաբար ժամանակ ապեր, ստանդարտների մոտարկումներ բանի ապեր։ խորի եւ համ բարփակ առևտրային Համաձայնագրի համաձայնագրի քան տոկոսն է հիմա իրականացված։ Մենք DCFTA չունենք։ Մենք Մենք նկատի DCFTA ունենք չունենք։ օքեյ, սեպա։ Հա, SEPA-ն ունենք, այո, ոնց որ Այդ ասոցիացիան տնտեսական համաձայնագրի։ մաս, եթե Մենք տնտեսականը չունենք, մենք ունենք միայն SEPA-ն, որը եթե comprehensive մեր արտաքին հարաբերությունները սինխրոնիզացված են 37%-ով։ Ահա, Մեր SEPA-ն մենք տնտեսականը կա ինչքան են։ չունենք այդ հաշվարկը, ես գիտեմ, որ ավելի քիչ է, քան հնարավորություն ունենք արտահանելու եւ Ինչքան ենք իրականում մոտարկված էլի եթե ուզում հասկանալ, չունենք նման հաշվարկ, բայց տվյալներ տեսել եմ, որ ավելի շատ քան արտաքին է։ հա, ես նման բան չեմ տեսել, բայց ես ներքին քննարկումներից գիտեմ, որ մենք մեր պոտենցիալը շատ քիչ ենք օգտագործում արտահանման, ասում եմ, ինչեւ ձկների եւ ձկնաբուծության հետ կապված ապրանքների արտահանումը գրեթե 1-2 ապրանք էր դարել, կոնյակը չհաշված։ Այդ օրինակ շշալցված ջուրն է վստահ չեմ, որ այս պահին տենց մեծ քանակությամբ արտահանվում է։ Իսկ SEPA-ի մասով մենք գրեթե 50-ից 60% այն մոտարկել ենք, ունենք հստակ ճանապարհային քարտեզ, մինչև 26-ի ավարտը պետք է մոտարկենք, բայց SEPA-ն որպեսզի պատկերացնեմ մեր քաղաքացիներին, ինքը հաստատավոր փաստաթուղթ է, որը վերաբերում է բոլոր գրեթե քան հաստատավոր, վարդանանքից հաստատավոր։ Գրեթե այս անդադ խառնում եմ, բայց եթե չեմ սխալվում 650-ը հենց եւ ինքը վերաբերում է բոլոր ոլորտներին, սկսած օրինակ հիվանդանոցային սենյակի չափից, վերջացրած դպրոցում հակահարշրջային կահավորումից, ճանապարհների անվտանգությունից, այո, ստանդարտների մասին է եւ օրինակ երթուղիների չպետք է մեր ստանդարտներով 50-ից 60% մոտարկված ենք ԵՄ-ին, ավելի մեծ թիվ է դա, քան այո, քան քաղաքական որոշումներ, այո, արտաքին քաղաքական որոշումները իրենք այնտեղ եթե միայն հերակտորաբանության կամ չգիտեմ քաղաք ավելի հեշտ կարա թվա, որ դու արտաքին քաղաքական կողմ քվեարկել ավելի հեշտակ, ինչպես սիրում են ասել կնոպկա սեղմել ավելի հեշտ է, բայց իրականում արտաքին այն աշխարհագրության պայմաններում որում մենք ենք գտնվում, ավելի հեշտ է եւ ստանդարտիզացնել այդ տեխնիկապես ենթակառուցվածքային առումով ծանր սև աշխատանք անել, քան այդ բաները էլի այդ կնոպկեքի սեղմելը։ Թագուի խոսքիդ մեջ ասեցիր, որ ասում են Վրաստանի եւ Ադրբեջանի պես արտաքին քաղաքականություն։ Վրաստանին է խոսեցիր դրա մասին, իսկ Ադրբեջանի մասին որ խոսում են, կարծում ես ինչու են խոսում, ինչ զգացում Ադրբեջան բոլոր այն ինչ որ ես եմ լսում, որ ինքը շատ տարբեր նույնիսկ իրար հետ հակասություն ունեցող երկրների հետ կարողանում է որակյալ առանձին հարաբերություններ ունենալ նույնիսկ այդ մեծ հակասությունների մասին, ասենք չգիտեմ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Իրան, Իրանի հետ չնայած մի քիչ լարված է, բայց ամեն դեպքում կարողանում է որակյալ հարաբերություններ ունենալ, որտես լիքը օրինակներ են բերում, որ իրար հետ նույնիսկ եւ իհարկե սա նախանձով են ասում։ Չէ, դա ասում են ոնց ենք բոլորից կարում զենք առնի։ Գնացեք դուք էլ բոլորից ենք։ Համա, չգիտեմ, Բրիտանիայի հետ լավ հարաբերություններ ունի, համ Բելարուսի հետ։ Դուք ոնց որ չունեք բան, չգիտեմ, իհարկե դուք սրա հետ փչած դուք բոլորի հետ փչացնում եք հարաբերությունները մոտավորապես, հեսա քննադատության որակը ձևը տեքստը եւ ինչ եմ ես ոնց որ ինչ է ինձ համար սա ուշագրավ, դա Ադրբեջանը իր երևի հետ անկախության շրջանում կայացրած ամենակարևոր ճակատագրական որոշումը եղել է, որ ինքը ոչ մի բանի կազմակերպության մեջ չի մտնում։ Ինքը մեր նման ոչ հապ կազմակերպության անդամ է, ոչ Էսպահին ԵԱՏՄ, որևէ ՆԱՏՕ եւ այլն։ Non-alignment movement չմիացման շնորհիվ։ Ինքը չմիավորված երկրների ցանկում է ու դրա համար իր մոտ հաջողվում է բոլորի հետ առանձին որակյալ հարաբերություններ ունենալ, անկախ իր ներքին բան կյանքի կազմակերպման ձևերից։ Ինչը որ մեր մոտ չի ստացվում հենց նրա բերումով որ մենք այդ որոշումը չենք կայացրել իմ կարծիքով դա է խնդիրը եւ այդ տարբերությունը մեր ու իրանց հենց էտա որ իրանք այդ որոշումը կայացրել են 10-ամյակներ առաջ եւ կարողացել են այդ չեզոք երկիր մնալ էլի քաղաքական արտաքին քաղաքական առումով որտեղ իրականում դու ճիշտ ես ասում այդ որ օրինակ ժողովրդավարություն կամ որևէ այլ բան արտահանելու կամ չեզոք չլինելու շռայլությունը կարան իրանց ավելի ուժեղ երկրները միգուցե թույլ տան ինչքան բանես ավելի շատ միջազգային գործընկերներ կարիք ունես, այնքան ավելի շատ չեզոք պետք է լինես
Որտեղ ինքը Չինաստանի ու Միացյալ Նահանգների հետ օրինակ կարող է նույն ձևով խոսում։ Իսկ քո տպավորությամբ մենք Եվրամիության համար հետաքրքիր ենք Ադրբեջանի ու Վրաստանի հետ, թե առանձին։ Իմ կարծիքով միասին, որտեղ ես նոր քիչ առաջ ասում որ բան այդ միատմը մոդելը, որ դու կարաս լինես Հայաստան, Ադրբեջանի բանի Վրաստանի վրայով թռնեն գնանք Ղազախստան, բայց դու լինես ընդհանուր, եթե մաքսային սահման չունես, մաքսային ինչ միություն ես էլի, այս հարցը, այս տարբերակը Եվրամիությանը հետաքրքիր չի ու ընդհանրապես ինձ թվում է, եթե անկեղծ ասեմ, ինձ թվում է մեր տարածաշրջան դեռ երկար չի լինի Եվրամիության անդամ տարածաշրջանի երկրները, ներառյալ Թուրքիան, որովհետև հիմա ինքը ավելի հին գործընկերներ, չգիտեմ, Մոնտենեգրոն բան է, այդ կողմի երկրները, որոնց հետ Բալկանյան պետությունները, այո, որտեղ միայն Խորվաթիան քանի տասնամյակներ ինտեգրվում, նույնիսկ չգիտեմ, օրինակ Մակեդոնիան նույնիսկ այդ ռեֆորմի համար ինքը իր պետության անունն է փոխել։ Ալբանիան հարակվեով կարծես չեն փոխել, չեն հանրություն չի քվեարկել, խորհրդարանով են փոխել Մակեդոնիան, ինքը իր պետության անունը փոխել է, որ կարողանա ստանդարտներ։ Հիմա ուրիշ տարօրինակ բան ասեմ, Եվրամիության սահմանագից հարուստ պետություն կա, որ չի ուզում Եվրամիության անդամ լինել։ Չուզելը մի բան է, բայց իրանք ուզում են։ Իրանք ուզում են, բայց նաև մեր հանրության համար անհասկանալի է, ոնց կարելի է չուզել Եվրամիության անդամ պետություն լինել, եւ որ գտնվում ես Եվրամիության տարածքում, բայց դա շատ պարզ է, որովհետեւ չի ուզել ձկների իր տարածքում ձկների վերահսկողության տակ լինել Եվրամիության։ Ես կարծում եմ, որ բանը ձկնորսության 100% արտաքին քաղաքականության համընկնում է դեռ երկար ժամանակ բարթալնել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Չէ, բացի դրանից նաև տնտեսական վերահսկողության հարցը կա, որ շատ պետություններ ասում են մենք չենք ուզում լինել։ Ինչի՞ դու պետքա որոշես։ Օրինակ, գիտես, Հոլանդիայում ֆերմերների հայտնի կուսակցությունը իշխանության եկավ, որովհետև Եվրամիության դիրեկտիվաների դեմ էր։ Հա, Հոլանդիայում ավելի այդչական։ Եվ մեր հանրության համար շատ հաճախ անհասկանալի է լինելու էս ինչ են ԵՄ անդամ պետությունները դիմադրում ես, կա։ ԵՄ անդամ պետությունները ԵՄ ընդարձակման բան չեն, ընդլայնման նորակարգի կողմնակից մի մասը չունեն, այո, մի մասը հստակ չունեն, եւ այս Եվրամիության մասին քննարկումները իմ համար երբեմն շատ միֆականացված են թվում, որովհետեւ էլի այդ այ հարցումներով մեր բնակչության մեծ մասը ԵՄ-ից ակնկալում անվտանգություն եւ վախում է ավանդական արժեքների կորստի համար, ու ես չի հավատում, որ sense պատկեր կարա լինի, մի քանի համայն գնացել երիտասարդներին հանդիպել եմ եւ երիտասարդները չեն ուզում ԵՄ անդամակցություն։ Ավելի շատ հակված են տարիքով մարդիկ, այո։ Եվ ես իսկապես օրինակներ էի բերում, ոնց օրինակ Բալտիկ երկրների դեսպանների հետ զրույցներում իրանք ինձ ասում են, որ իրանք ազգային ինքնությունը իրանք կարողացել են պահպանել Եվրամիություն անդամակցելուց հետո, որովհետև ԽՍՀՄ տոտալ ինքնության բնաջնջման եզրին գտնվող օրինակ Լիտվա, Լատվիա, Էստոնիա կարողացել են այո, ազգային ինքնության հետ գալ նրա շնորհիվ, որ ԵՄ-ն է անդամակցել։ Եվ ես օրինակ եի բերում, օրինակ Իտալիայում մենք կարանք ասենք, որ ազգային ինքնության անկում կա, Հունաստանում կարող ենք ասել, ընդհակառակը։ Ես կուզենայի ունենալ նենց լուծակիցով, որ կնկարագրեր ինչ նկատի ունի ազգային ինքնության կորուստի ներքո, չգիտեմ, ես ճիշտ ասած այդ երիտասարդական բաներին բնորոշ ձև է, երևի երիտասարդներին բնորոշ ձև է ընդհանուր իշխանական տենդենսներին տարբերվող բան մտքեր ունենալ է, ինչը բաները դե իշխանությունը պահպանողականության հետ ասոցացվող բաների չմոռանանք։ Բայց դու կարծում ես մեր իշխանությունը ունի ձևավորված դիրքորոշում ԵՄ-ի վերաբերյալ։ Ես կարծում եմ հանրային ընկալում այն է, որ մենք ավելի արևմտամետ իշխանություն ենք եւ նրանք ովքեր ուզում են ըմբոստանալ, իսկ երիտասարդության ամենաայդ բանն է, ըմբոստ խումբն է մարդկանց, իրանք իրենց ըմբոստությունը նաև դրա հատկապես այդ տարբերակով են արտահայտում դա։ Մինչդեռ մեր իշխանությունը առաջին իշխանությունն է, ով ունեցել է ռազմավարական համագործակցություն Վրաստանի հետ, կարգավորում է հարևանների հետ հարաբերությունները եւ Իրանի հետ ունի աննախադեպ զարգացում հարաբերություններ։ Եվ մի շարք երկրների հետ ռազմավարական փաստաթղթեր մոտ 10 երկրների հետ։ Բայց հետաքրքիր է, որ մեր քաղաքացիները
այս ամենը գուցե չեն նկատում BRICS-ի 3+3-ի բոլոր դինամիկաները մեր վերջին։ Չէ, լսի, այդ բանի ընդհանուր հանրային ընկալման հարցը ես կասեմ քեզ ինչ են մեծ որպես արևմտամետ ընկան, որտեղ մարդու իրավունքների ժողովրդավարության հարցում մենք շատ կոնկրետ ենք եւ այս հարցում մենք բան չենք էլի, չենք սեթեվեթում, չենք ասում կոմպրոմիսներ չենք գնում։ Իսա ժողովրդավար ենք, մի քիչ ավտորիտար կլինենք, բան, մենք մի քիչ ընտեղ ընտրություններ մի թեթև կկեղծենք, բան, ու եթե քանի որ ԵՄ-ին համապատասխանության մասին ենք խոսում, այդ երրորդ բլոկը, որով համապատասխանելիության մասին կարելի է խոսալ, ժողովրդավարությունը եւ քաղաքական իրավունքներն են, ժողովրդավարական ինստիտուտները եւ քաղաքական իրավունքները եւ սա մի ոլորտ է, որտեղ մենք եթե օրինակ ընտրությունների ինստիտուտ արկենք ԵՄ-ի աչքով մենք 90%-ից ավելի համապատասխանություն ունենք ԵՄ ստանդարտների ընտրությունների ինստիտուտի հարցում, քաղաքացիական իրավունքների հարցում 80, այսինքն ժողովրդավարական օրակարգերի եւ ռեֆորմների ինստիտուտների բարեփոխումների ռազմավարությունների հարցում մենք ունենք 80 եւ ավելի տոկոս համապատասխանություն ԵՄ-ի։ Այդ օրինակ արտաքին դեպքում 37 է, դա տարածաշրջան բարդությունն է, բայց սա էլի պաշտոնական տվյալ։ Եվ մենք նախաձեռնող ենք այդ ռեֆորմների առումով, մենք չենք սպասում միջազգային զեկույցների։ Օրինակ ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին օրենքի փոփոխություն ատելության խոսքը, չէ՞, դու եւ Մարիան, այնտեղ հակախտրականության մասին օրենքը, որ շուտով կընդունենք։ Այսինքն սրանք sense ակտիվ նախաձեռնություններ են, որոնք մեր օրակարգն են։ Հակակոռուպցիոն ռազմավարությունները, ընտրական բարեփոխումների կուսակցությունների թափանցիկության դեպերեք մի բան ըմնել, մի էլի արտահայտությամբ տեսել հարցազրույցներից մեկում, որ ասում ամենաոչ թափանցիկ կուսակցություններն են իրանք երբևէ Հայաստանի պատմության գոյություն ունեցած, ում հիշեցնում որ աշխարհի ամենաթափանցիկ բանի կուսակցությունների մասին օրենքներից մեկը ունենք, դրա համար շատ քաղաքական դերակատարներ խուսափում են կուսակցություն գրանցվել որպես դեպի ես սա ասում եմ ոչ թե իմ դատողությունը, ես նախորդ տարի սեմինարի էի մասնակցում Լեհաստանում բրիտանական համալսարաններից մեկի իսպանացի կուսակցությունների մասնագետ բանախոս կար, այնտեղ շատ մոտավորապես 20 երկրների ներկայացուցիչներ կային, ու երբ որ ինքը տեսության մեջ նկարագրում էր ինչպեսին պետք է լինի իդեալական կուսակցությունների ինստիտուտը եւ ասում էր օրինակ, չգիտեմ, Հայաստանում այսպեսին է, Ուկրաինայում այսպեսին է, Լեհաստանում այսպեսին է, Լիտվայում այսպեսին է, մոտ մի 20 այդ Եվրամիության հետ ինտեգրվող կամ ինտեգրվել ուզեցող կամ հարևանության երկրներից կամ նոր ինտեգրված երկրների ներկայացուցիչներից կային, մեկը հարցրեց, ասաց, ձեր կարծիքով, ասենք այդ մի բան էր, մի ամբողջ թեման էր, հարցրեց, ասաց, իսկ ձեր կարծիքով այս 20 երկրներից որն է ամենալավ ակադեմիական իմաստով ամենալավ կուսակցությունների մասին օրենք ունի, ինքը մտածեց Հայաստանը եւ ես հետո տեսա որ Հայաստանի կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ քաղաքագիտական տարբեր ամսագրերում հոդվածներ կան եւ իսկապես ակադեմիական աշխատանքի վրա հիմնված օրենք է դա էլի արի Ես հիշում եմ ողջունենք։ Այո, ես հիշում եմ նախագծի իսկապես ակադեմիական մակարդակի աշխատանք արել, իհարկե որ քաղաքական տրամաբանությունից բխեցած որոշումներ կան, բայց ակադեմիական առումով ամենալավ օրենքներից մեկն է ու հիմա մենք այն երկիրն ենք, իդեպ մի քանի օրենքներ տենց ունենք, որտեղ մենք դառնում ենք այն միջազգային փորձը, որից գալիս սովորում են։ Եվ անցած տարի ես հյուրընկալել եմ մի քանի երկրների էլի երիտասարդների հասարակական կազմակերպությունները, ովքեր եկել են մեզնից երիտասարդության մասին օրենքի միջազգային փորձը ընդունելու, ընդօրինակելու եւ երբ որ նախորդ տարի ես Բրյուսելում եմ, մեզ ասում են այն կերպը, որով դուք կարողացել եք մշակել եւ ընդունել, քննարկել, մշակել եւ ընդունել երիտասարդության մասին այսպիսի օրենք, երիտասարդական քաղաքականության մասին մենք ուզում ենք բերել եւ պանելային քննարկում անել Բրյուսելում որպես փորձի փոխանակում, չգիտեմ հետո այդ խոսակցություն շարունակություն ստացավ թե չէ, բայց ուզում եմ ասեմ, որ մենք ունենք այդ թվում քաղաքական եւ քաղաքացիական հատկապես ոլորտում օրենքներ, որոնք շատ երկրներ նախանձով են նայում, թե մենք ոնց ենք դա կարողանում։ Կարող եմ գլուխ գոհալ քո եթերում։ Բայց ասեմ, որ երիտասարդության մասով իսկապես ահռելի գործ են արել եւ ես զեկույց ունեմ Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում։ Եթե չեմ սխալվում, մեր պատվիրակության երկրորդ
անդամն են, որ իր զեկույցը ունի հենց լիագումար նիստերի դալիճում, որը հենց երիտասարդության ու ժողովրդավարությանն է վերաբերում եւ անթակույց պետք է ասեմ, որ այդ մի քանի լսումներ եմ արել Փարիզում, Բրյուսելից էին ՀԿ-ներ գալիս, տարբեր ԵՄ անդամ պետություններից ՀԿ-ներ էին գալի, ասենց անընդհատ որ լսում է եւ մեր օրինակն էի բերում երիտասարդության եւ ժողովրդավարության կապով, ես կարծում եմ, որ իսկապես մոդելային երկիր ենք, օրինակելի երկիր ենք, որովհետեւ աննախադեպ է եղել երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարության հաստատման գործում ու դրանից հետո դրա ամրապնդման գործում։ Բան ենք այդպես ընդհանուր դժգոհ ենք երիտասարդներն էլ ասում են քիչ է, պետք է ավելի ներգրավված։ Դա համաշխարհային տենդենս է։ Կովիդից հետո երիտասարդների մասնակցությունը կտրուկ նվազել է քաղաքական գործընթացներում։ Հետաքրքիր է։ Բան չանեի, շատ ավելի շատ ժամանակ ունենայինք բան կանենք, գուցե փնտրեի վերլուծություն գտնեի։ Ես նայում եմ այդ թիմերի ցուցակները, դե երիտասարդ հիմա ասեմ 35-ից ցածրերն են համարվում, այդպես միջազգային ստանդարտը, եւ կարող է ցուցակների մեջ երիտասարդների թիմերում հավաքանների ցանկերում երիտասարդների ներգրավվածությունը ավելի մեծ է 18-ից 35 տարեկան մարդկանց, քան հանրության մեջ իրանց ներկայությունը։ Հետաքրքիր է։ Դուք հաշվել եք, չէ՞, կարծեմ խորհրդարանի միջին տարիքը որքանն էր։ Հայաստանի խորհրդարանը աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանն է, անկախ միջին տարիքից, այս պահի դրությամբ ինքը ամենաերիտասարդ խորհրդարանն է եւ չեմ բացառում, որ հաջորդն էլ էլի այդ երիտասարդների ցանկում կլինի, ինքը արդեն 1 տարուց մի քիչ ավելի ամենաերիտասարդն է, գուցե ինչ որ ընտրություններ խորհրդարանական տեղի ունենան աշխարհում եւ դա փոխվի, բայց այս պահին աշխարհի ամենաերիտասարդն ենք եւ այդ առումով մի դեպ բանի ներհանրային կյանքում այդ մեղադրանքը կա չէ, որ մենք երիտասարդ ենք, քաղաքական մեղադրանքը դա։ Այո, շատ հետաքրքիր մեղադրանք է դա, բայց 7 տարի խորհրդարանում լինելով եւ իմ բարակայում 2 զավականցը ես շարունակում եմ ինձ երիտասարդ համարել եւ դա հրաշալի է։ Դե այդ չփոխվող մեղադրանք է ու դեպի ես բանեմ հապարտամ եմ մեզ որ մեզ շարունակում են երիտասարդ համարել։ Դա հրաշալի է։ Մենք արդեն տարապես համարյա 2 ժամկետ 7 տարի անցյալ օրը լրացավ մեր պատգամավորության 7-րդ տարին եւ ես կարծում եմ որ քո մասին կարող եմ ասել, իմ մասին չեմ ասի, որ ահռելի օրենսդրական աշխատանք ես կատարել եւ մնացել երիտասարդ աշխատանք։ Այո, երբ որ դու ասում ես երիտասարդության առումով ահռելի աշխատանք են կարել ժողովրդավարական հարցերում, ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք ահռելի շատ մեծ գործ են կարել կանանց օրակարգերի հարցերով նկատի ունենալով այն կետը որտեղ մենք գտնվում էինք այն պահին երբ որ տեղ ունեցավ հեղափոխությունը եւ այն կետը որտեղ մենք գտնվում ենք իհարկե մենք շատ բան ունենք դեռևս անելու եւ այդ օրակարգը երբեք չի սպառվելու բայց թե մենք ինչքան ենք այս տարիների ընթացքում գնացել առաջ հիմա մենք խորհրդարանում հատել ենք բոլոր սահմանված քվոտաների շեմերը մեր մի օրինակ բերեմ երբ որ ես ամենաերիտասարդ կին պատգամավորն է գրեթե ամբողջ տարի հիշում ես էլ ինձ այդ հարցը ամեն հարց տալիս ասում էին երիտասարդ կին պատգամավոր ես դադարեցի լինել եւ ի ուրախությունից Մարիամն էր մեր Պողոսյան ամենաերիտասարդ կին պատգամավորը եւ կարծում եմ իրեն որևէ մեկը չի թիրախավորել երիտասարդ եւ կին լինելու համար եւ ես կարծում եմ դա մեր առաջին գումարման ընթացքում մի քանի կին պատգամավորների եւ նաեւ տղամարդկանց կողմից անընդհատ այս մասին խոսելու տղամարդկանց հարցը ու իդեպ ուզում եմ ասել այդ առումով որ եթե քեզնից առաջ ամենաերիտասարդ կին մի պատգամավոր իր վրա այդ բաները թիրախը վերցրածել դու չէիր այո իհարկե եւ հետեւաբար դու այդ նաեւ այդ ճանապարհն ես որ հարթել ես քեզանից հետո եկածող կանանց համար ես դու մնացած կանայքը եւ ես այդ իմաստով ուզում եմ նաեւ ինչքան էլ բան գաղափարական անհամաձայնություններ ունենանք ես մեր ընդդիմադիր կանանց նկատմամբ նույնպես այդ բան զգացողություն ունեմ որովհետեւ եթե դու ուշադիր եղել ես նաեւ իրենց խմբակցություններում էլի ավելի ակտիվ իրանց ներկայացվածության համեմատ շատ ավելի ակտիվ են կանայք որպես քաղաքական գործիչներ եւ քաղաքական գործոններ քան տղամարդիկ եւ ասեմ որ Աննա Մկրտչյանը միակ պատգամավորն է անդիմադիր որ ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին օրենքին դեմ չի քվեարկել
Ձեռնպահ քվեարկել, բայց բայց դեմ չի որ մենք քվեարկել։ կանանց օրակարգերում համերաշխային քոնենք խորհրդարանի կանանց։ Հայաստան դաշինքը դեմ քվեարկեց ամբողջությամբ, պատիվումնեմից միայն Աննան Մկրտչյան, որ ձեռնպահ էր, եւ ես իր խոսքում, հանրային խոսքում շատ հաճախ նկատել եմ այդ բռնության դեմ, ընտանեկան կենցաղային բռնության դեմ առաջամարտիկ լինելու պատրաստակամությունը, բայց կարծում եմ այդ քաղաքական ճնշման արդյունքում իր ամբողջ պոտենցիալը չի կարողանում օգտագործել խորհրդարանում, շատ հանրօգուտ գործ արած կլիներ, եթե մեզ իշխանազավթ ասելուց զատ եւ խոսեր կարևոր օրակարգերից։ Այս գեղեցիկ նոտայի վրա էլ արի քո գովազդային ունակությունները փորձարկելուց հետո ամփոփենք մեր խոսակցությունը, ինչ ես հորդորում մեր հորդորում եմ մեր ուրեմն հեռուստադիտողներին, YouTube-դիտողներին, լսողներին, ովքեր մեքենա վարելիս կմիացնեն եւ երկու արագությամբ կլսեն այս ոդքասթը, բաժանորդագրվել, լայքել, կոմենտել, ես սիրով կկարդամ բոլոր մեկնաբանությունները, կպատասխանեմ։ Խոստացել եմ, հետևեք Civic-ի էջին, podcast մասում շատ հետաքրքիր ոդքասթներ են, հորդորում եմ լսել բոլորը, ոչ միայն այս մեկը, լայքեք, սրտիկեք, բաժանորդագրվեք, սրտիկեք, մոտ դժվար ստացվում։ Բայց իսկ պարապես կսովորես։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։